Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 22-ն է, եւս մեկ օր մոտեցանք մինչև քվեարկության օրը։ Երևի շատերս մեզ հարցեր ենք տալիս, թե այս հիստերիան ինչի կապակցությամբ էր։ Այսօր կարծես թե դրա պատասխանը կա։ Բայց մինչև այդ պատասխանին հասնելը ես առաջարկում եմ սեղմել լայքի կոճակը, բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք, դե մի քանի հոգի է մնաց մինչև հասնենք 110,000 հեռացնենք եւ անպայման տարածել։ Մեր գործը այսօր մեծադաշտի կռիվը մեր վրա վերցնելն է։ Մնացածը տեխնիկայի հարցը։ Եվ այսպես, հարցում ուզում եմ սկսեմ Նժդեի խոսքերով։ Հիշեցնեմ մեզ բոլորիս, որ ստել նշանակում է հայհոյել ճշմարտիցը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինել։ Այսինքն ցանկացած մեկը, որ մեր շուրջը ստում է, այսինքն աջակցում է Նիկոլի ինքը դադարել է մարդ լինելուն։ Եկեք այս փաստի հետ էլ կռիվ չտանք։ Ուղղակի վերցնենք ինչպես որ կա, որովհետև եթե այս մեկը կա այս ճշմարտության հետ կռիվ է տան, ասենք թե Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Հիմա նոր բան է, հորին ասում են Փաշինյանը 300,000 ադրբեջանցիների է բերելու Հայաստան։ Որ հայտարարեն, թե Փաշինյանը Եթե սա լսելուց հետո մեկը կարող է սա արդարացնել ինքը Նժդեի ասածն է, ինքը դադարել է մարդ լինելուց։ Մի վիճեք, մի կռիվ տվեք եւ թող գնա գրողի ծոսը։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք կարող եք հետևել Patreon-ին, այսենց Վարդան լինքը ներքևը կա։ Հա, նկարագրություն բաժնում դուք կարող եք գտնել լինքը։ Դարձեք բաժանորդ, դարձեք ալիքի աջակից, դարձեք մեր նոր շարժման, համահայկական շարժման մասը։ Եվ մենք բոլորս դրանից կշահենք անպայման։ Մենք երկար ճանապարհ ունենք գնալու, երկար ու ես կասեի ամենակարևոր։ Այ Երանի շուտ սկսացնենք այս ճանապարհը գնալը։ Մենք հիմա ավելի մեծ արդյունքներ կունենայինք։ Եվ այսպես հասկանանք ինչու՞ն էր հիստերիայի պատճառը։ Երևի դուք հիշում եք մի քանի օր առաջ էր միտինգի ժամանակ ինչ որ միտեղ Արարատ Միրզոյանը, նույն ինքը Օմեգա գործակալը, մոտեցավ Նիկոլի ականջին, սկսեց փսփսալ ինչ-որ մի բան, բայց ստեղի միկրոֆոնը վերցրեց, մենք ասել ենք, չէ, գիտեն ականջի խոսում է, միկրոֆոնը չի վերցնում ամեն ինչ։ Ինչ էր ասում Արարատ Միրզոյանը, որ թուրքերը հեսա սահմանը բացում են։ Եվ Նիկոլ Փաշինյանը այս սահմանը բացելուն շատ է սպասում։ Իրան պետք էր այս սահմանը բացելը։ Իրան պետք էր եւս մի բան, որ Ալիևը պետք է արած լիներ, որի մասին պայմանավորվածություն կար, որ եւս մի քանի գերի վերադարձներ, սահմանը բացեր եւ կարողանար սա մատուցել որպես խաղաղության նախերգանք, որ տեսեք, process կա, ես անում եմ, իրանք ինձ են վստահում, ուզում եք շարունակություն, պետք է ինձ ընտրեք։ Եվ Ադրբեջանը, եւ Ալիևը, եւ Թուրքիան ուղիղ մեջտեղի մատուցում տվեցին երկուսը միասին Նիկոլ Փաշինյանին։ Ասին միջև չընտրվես, դու միջև չփոխես քո սահմանադրությունը, ոչ մի սահման չի բացվելու, ոչինչ չես ստանալու։ Դե արդեն գերիների մասին դե խոսք չկա, գերիների հարց երբեք չի էլ բարձրացնում այս տխմարը, բայց գերիների մասով ինչ որ զիջում Փաշինյանի համար մեծագույն նվեր եւ օգնություն կլիներ։ Չկա։ Իրանց պետք չի Նիկոլ Փաշինյանին ինչ որ մի բան տալը։ Հասկանում եք, իրանք կարող են, չէ՞, sense մաներով օգնել գոնե իրանց ագենտին, իրենց ճիվաղին, բայց նույնիսկ իրենք են նվաստացնում դրան։ Եվ ճիշտ հասկացեք։ Ճիշտ հասկացեք, այս մարդը արդեն անելիք չունի, ինքը իրան պատեպատ է տալիս, նույնիսկ խոստովանում է, որ լսի, ես Հայաստանն էլ եմ քանդելու, տեսեք ինչ ասում։ Այստեղ եղել են պետություններ փաստորեն մեր տարածքում, բայց ոչ հայկական։ Հավատացեք, այլ հայկական պետություն չի լինելու այստեղ ճիվաղի։ Նախկինում Հայաստանում երբեք 90% հայ չի եղել։ Պատրաստվեք ադրբեջանցիներին։ Թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Հիմա նոր բան է,
բանալը հորին ասում են Փաշինյանը 300,000 ադրբեջանցիների ավերելու Հայաստան։ Այ հետո ասել է, բայց ես ասել էի, չէ՞։ Բայց ես ասել էի, չէ՞ որ մեծ ներգաղթա լինելու։ Որ Սինգապուրը Սևանի կեսի չափ է, եւ ընդ 5 միլիոն մարդ ապրում։ Որ մեր գյուղերը դատարկ են, բա ինչի է 250 դպրոց փակում։ Ինքը այդ ամեն ինչը անելու է։ Անելու է։ Բայց իրան ավելի հեշտ կլիներ, եթե Թուրքիան ու Ադրբեջանը հիմա իրան ձեռք մեկնեն, օգնեին դրա համար։ Բայց չէ, ոչ թուրքը, ոչ ադրբեջանցին, ոչ մի քայլ չի ուզում զիջած լինի իր ստդուկին պահելու համար։ Գիտեք ինչի։ Որովհետև դրանից հետո էլ չի անելու։ Երբեք նա սահման չի բացելու միջև չքամի վերջի արյան կաթիլը Հայաստանի պետությունից։ Նրանք ոչ գերի են տալու, ոչ ճանապարհ են բացելու։ Դա իրաց պլանների մեջ չկա։ Եվ այսպես ճիվաղը հիմա հուսահատ իրեն պատա տալիս եւ ընդ որում Nasıl Շուշի մեծ դժբախտ, դժգույն, շուշի մեծ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշի։ Caucasian Bureau decided to Karabakh to be a part of Azerbaijan. Այս տականքը պատմում է ազգերի լիգայի որոշման մասին, որ ինքը որոշում է եղել, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս։ Բայց քանի որ ուղեղի մեջ իր Ադրբեջանն է, իբր միամիտ եղավ, բայց այս բաները միամիտ չեն լինում։ Միամիտ չեն լինում նաև sense բաները։ Իրավիճակ, օրինակ մեր ադրբեջանցի զինվորները այսօր գտնվում են մեր տարածքում ջերմուկում, ներքին Հասկանում եք։ Սա մեն ինչ ասում են, որովհետև իրաց գլխի մեջ կա, այդ ադրբեջանցի զինվորն իրանցն է։ Արցախը պետք է Ադրբեջանի տարածքում լինի։ Այս ամեն ինչ իրաց գլխի մեջ է եղել։ Եվ այսպես վերադառնանք, թե ինչի է ասես թշվառ։ Ինչի չեն օգնում։ Այո։ Իր համար ավելի հեշտ կլիներ, որ Թուրքիան ու Ադրբեջանը օգներ, պլյուս շատ բարգացած այդ թիմի վրա, որ ոչ մի օգուտ չեն կարողանում բերեն այս խեղճ թշվառին։ Ասում են ձեր օգտակար գործողության գործակիցը մոտա 0-ին։ Իհարկե, օրինակ ոնց կարելի է օգտակար գործողության գործակից սпасել օրինակ Ավինյան Տիկոյից, հա, կամ մարդկանց վրա անպատիժ թքող Ալեն Սիմոնյանից։ Ես հիշեցնեմ, որ Գյումրու ընտրությունների ժամանակ սրա Նիկոլ Փաշինյանին արգելել էին մասնակցել այդ ամբողջ ընտրաշավին, որ Սարիգը մի քիչ ձեն հավաքեր։ Դա էլ չօգնեց։ Հիմա սա հասկանալով, որ ոչ մեկ իր գործը չի անելու եւ մարդ չկա որ կանի։ Ինքն է դուրս եկել։ Մեկը դուրս է եկել ամբողջ համապետական ընտրությունների քարոզի, որին արգելել էին Գյումրու ընտրություններին քարոզ դուրս գա, որ չփչացներ ընտրությունները։ Արձանագրենք, ոչ սրա ՕԳԳ-ն է բարձր, ոչ սրա թիմի։ Ավելին ասեմ, ՕԳԳ չկա։ Եվ Հայաստանում բացի մի շերտ տխմարներից, ես ասեցի, չէ, դա դադարում է մարդ լինել, դա ես չեմ ասել, դա Նժդեհն է ասել, կարամ հղում անեմ Նժդեհին, ասեմ, Նժդեհն է ձեզ ասում, տխմարներ։ Հələ ես մեղմ եմ մոտենում, նա ասում է դուք մարդ չեք։ Մի խոսքով, բացի ինչ որ մի շերտ դավաճաններից, հայ ժողովուրդը բովանդակությամբ ինքը մերժել է այս տեսակը։ Ու բազմաթիվ անգամ մերժել է Գյումրիում, մերժել է Պարակալում, մերժել է Վաղարշապատում, մերժել է ամենուր։ Մերժելու է նաև այս ընտրությունների ժամանակ, որտեղ ես ձեզ հիշեցնեմ նույնիսկ ամբողջ իրանց պետական ռեսուրսը դրված էր Վաղարշապատի ընտրություններում, Վաղարշապատում իրենք պարտվեցին կողքի մեծացած համայնքի այդ գյուղում 100%-անոց քվեները գողանալու պարագայում նոր կարողացան մի քիչ բալանսի բերել։ Դա ընդհանրապես մի տեղամասում օգտագործելով իր ամբողջ ռեսուրսները, մենք ունենք 2000 տեղամաս հիմա։ Ու այդ քարոզությունը անում է այս թշվառը, թուրքի կամակատար, հայատյաց, հայակեր, էլ ինչ ասես սրա։ Հիմա ասեմ ինքը
ինչի վրա է հույսը դրել, ինչ է անում ժողովրդի հետ զուգահեռ։ Եթե սա կարողացավ հասնի դրան, կարելի է ասել նա հաջողել է։ Ես արդեն սա մասին ցերեկը խոսել եմ, ուզում եմ հիմա ինձ լսեք, որ ես նույն բանը նորից չասեմ։ Ինչ անում Փաշինյան Նիկոլը խորքային իմաստով մանկուրտացնում է ազգը։ Ինչ է մանկուրտ։ Մանկուրտը ազգային ինքնությունի զուրկ բիոզանգված է, որը երբևէ ոչ մի հարցի շուրջ ոչ մի կարծիք չի կարող ունենալ, ոչ մի դիրքորոշում չի կարող ունենալ, զրո դիմադրողականություն, ազգային ինքնությունի գիտակցության բացակայություն, հետևաբար ցանկացած ծրագիր ընդունելի է, նույնիսկ չի քննարկվում։ Այս սա է, ինչ որ Նիկոլ Փաշինյանը ուզում է հասնի։ Այդ պարագայում միայն ադրբեջանցիները հանգիստ կարող են գալ գրավել Հայաստանը, որովհետև ինչն է պահել Հայաստանը մինչև հիմա, Ասորեստանի դեմ պատերազմում, Պարսկաստանի դեմ պատերազմում, ցանկացած պատերազմում մինչև առ այսօր պահել է հայի ինքնությունը, դա է եղել ամենամեծ դիմադրությունը։ Մանկուրտը չէր դիմադրի։ Այ հիմա մանկուրտացման process է սկսել Նիկոլ Փաշինյանը եւ կարելի է վստահորեն ասել, ովքեր հավաքված են իր շուրջը, դրանք ազգային ինքնությունից զուրկ մանկուրտների հավաքածու է եւ այս process-ը ընդունելի է ու դիմադրողականություն չունի իր մեջ բացառապես մանկուրտների կողմից ցանկացած մարդու մոտ, որի մոտ դեռ ներկա է ազգային ինքնության տարեր, սա մերժելի է։ Այսպես, կանոնես ցերեկը Instagram-ի համաձայնագրել է այս տեսանյութը, ես որոշեցի ցույց տալ, որ չկրկնվեմ։ Իդեպ, եթե բաժանորդագրված չեք իմ Instagram-ին, անպայման բաժանորդագրվեք։ Եվ TikTok։ Ես սկսել եմ օրական ավելի ակտիվ, ասես կարճ։ Հենց մի բան գալիս է մտքից, մի անգամ իսկում եմ, որ չսպասեմ երեկոյան, որովհետև երեկոյան մեկ-մեկ մոռանում եմ, որովհետև շատ են նյութերը, այդ տեսեք ինչքան են այդ նյութերը։ Մոռանում եմ, ժամանակը չի երիքում եւ շատ ժամանակ նաեւ հոգնած եմ լինում։ Դա համար ցերեկը գրում եմ, դալացում եմ, այնպես որ բաժանորդագրվեք իմ Instagram-ի եւ TikTok-ին եւ չմոռանաք օգնել ալիքին։ Բոլոր օգնողներին ես շնորհակալ եմ։ Շատ ձեր շնորհիվ է, որ մենք կարողանում ենք պահել մեր աշխատանքային ռիթմը։ Հիմա գնանք առաջ։ Այսպես մանկուրտներով ինչքան էլ կա։ Բան։ Բայց լավ է, ես շատ ուրախ եմ։ Երկար քարոզարշավը ճիշտ բան է։ Ինքը շատ ուրախ է։ Երկրորդ քարոզարշավը ճիշտ բան է։ Ազիվ կուշտ փորով հասկուտի։ Գիտեք ամենամեծ վտանգը ինչն է։ Այս պարագայում։ Անպատժելիության զգացողությունը, որը Փաշինյան Նիկոլի մոտ բերել է այն աստիճանի, որ նա կարող է եւ ունակ ամեն ինչի։ Հա։ Այս վիճակում մարդինը սկսում է արդեն զգալ կիսա Աստված կամ Աստված։ Ու այլևս չի պատկերացնում, որ այլ ձև կարող է լինի։ Այսինքն իշխանությունից զրկվելը, այսինքն այս կարգավիճակից զրկվելը, որ ինքը կարող է ուղղակի ամբողջ օրը ուտի, հա, եւ ասենք իր հա եւ իր մանկուրտները կողքերը վազվզեն ինքը սանացի սամ տարեք բատարկեք տանեն բանտարկեն հələ սրա բերանը փակեք այսօր մենք խոսալու ենք դրա մասին ու ամեն ինչ կատարվի հասկանում եք այս վիճակից մարդուն վերցնել շպրտես դուրս Նիկոլ Փաշինյանի համար միայն այս գաղափարը արդեն մահացու է ինքն պատկերացնում եք ով է ինքը առանց այս իշխանության եւ միայն այդ միտքը իրան խելագարեցնում է ու այդ գործում իրան օգնություն չունի, ոչ թիմ ունի, ոչ թուրքերն են գալիս օգնության, որտեղ թուրքերը ինչ պետք է անեն, չեն ուզում ոչ մի բան զիջեն, ասում են դու ճորտ, պիտի անես, քեզ փողը տվել եք պետք է անես։ Գավուր։ Արա, դիզդ բարակ չի։ Հələ պետք է սահմանադրություն փոխես, մեկ այլի չենք տալու ոչ մի բան, բայց ամեն ինչ պետք է անես, որտեղ փողը գլխից է տրված։ Ադրբեջանից էլ են իրար հիշացնում ամեն օր որ Հայաստանից գաղթել է 300,000 ադրբեջանցի։
Հայաստանից դուրս է շպրտել 300,000 ադրբեջանցի, բայց Հայաստանից ոչ մի խոսք 500,000 հայերի դուրս մաղման եւ կոտորածի Բաքվի, Սումգայիթի մնացած կոտորածների մասին։ Ոչ մի ձայն, ոչ մի։ Բայց Ադրբեջանից իրեն ամեն օր էս համասին հիշացնում։ Ավելի ճիշտ մեզ են այս գաղափարի հետ հարմարացնում, որ ընտրեք Փաշինյան Նիկոլին։ Մեզ դա պետք է, որովհետեւ մենք գալու ենք ձեր տեղը ապրելու։ Հա, իրանք չեն ուղարկելու իրանց երեխեքին, կանանց, ծերերին, չէ։ Գալու են տղեկը 300,000 դիվերսանտ, օրինական, պարապած երիտասարդներ, հայի արյան ծարավով գալու են։ Հենց Փաշինյան Նիկոլ ընտրողներ։ Պատրաստեք, ավելի ճիշտ պատրաստեք ձեր կանանց ու երեխեքին։ Պատրաստեք։ Ծառայեք հիմա Նիկոլին։ Հեսա նայենք ինչա կատարվել այսօր Սպիտակում։ Ներախուն եմ ուզում, տարավ արեց ազատ ճուղում։ Շատ լավ։ Ասում է շատ լավ։ Ասում է երեխուն ես ուզում։ Իմ երեխուն եմ ուզում տարավ վառեց ազատ գյուղում, ասում է շատ լավ։ Սա արդեն երկրորդ դեպքն է, մի դեպքն էլ Երևանում էր։ Սա ամեն տեղ հիշացնում են, որ ինքը մարդա սպան է։ Այն ասում է շատ լավ։ Ու լսենք հետո ինչա լինում։ Արիկ ջան, լավ էլի խնդրում եմ։ Հա։ Ազատի կացարանում ավելի քան 3 տարի առաջ հրդեհից զոհված զինվորի պապիկին այսօր չթույլատրեցին ավարտել խոսքն ուղղված Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հրապարակում Նայ, բերանը փակում։ Կասկածեք հիմա հրապարակում ովքեր են հավաքված։ Ովքեր են հավաքած, նայեք։ Ի ժամանակ պապիկին տարածքից հեռացրած քաղաքացիական հագուստով տղամարդը Վանաձորի ոստիկաններից է։ ABC մեդիայի Սպիտակի աղբյուրների փոխանցմամբ նրա անունը Վազգեն Հարությունյան է։ Կադրերում եւս երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը Սպիտակի հրապարակից հեռացնում պապիկին գործընկերոջ հետ միասին։ Ի դեպ, տարեց տղամարդն Ազատի զորամասում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողներից մեկի պապիկն է, որը փորձում էր հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Երևի սա ճանաչող կլինի, չէ՞։ Անպայման ճանաչող կլինի։ Փոքր տարածք է, էլի ոնց կարող է ճանաչող չունի սա։ Սպիտակ, Վանաձոր։ Ասեք, որ քո հետևից գալու են։ Քո հետևից գալու են ու քեզ պահող չի լինելու։ Մենք այս ամեն ինչը արձանագրում ենք։ Կա, չէ՞, մենք կայք ունենք։ Այս բոլոր հանցագործությունները գրանցվում է այդտեղ։ Ես չմոռանամ հաղորդման վերջում այդ կայքը ցույց տամ ու անձամբ գրանցեմ սրա անուն ազգանունը։ Որ սրանցից ոչ մեկ չմտածի, որ ինքը կարող է պալստա։ Մենք մոռանանք իր մասին, չէ՞։ Դրա համար գնում ենք երբ որտեղ ինչա արել։ Այս զանազանություններ կա, մենք ձեր հետևից գալու ենք։ Նա վերադառնանք ստե։ Բերանափակում եմ, որ չհիշացնի, որ Փաշինյան Նիկոլը իր երախուն սպանել է, վառել է։ Սա կատարվում է Հայաստանում։ Պատկերացնում եք իրեք 1,000 ադրբեջանցիներ ոստեղ լինեն չլինեն, դուք էլ չեք կարող խոսել, ոչինչ բան։ Այսենց հայ տականքը ձեր բերանը փակելու է ու տանի մցնիկ որ պետք է։ Ու որ կուզեն ադրբեջանցիները։ Հարուզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ներկաները վանկարկումներով լռեցին նրան։ Քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնցից մեկը ոստիկան ներկայացավ, բերանը փակելով տարեց տղամարդուն հեռացրին հավաքից։ Զինվորական կացարանում այրված թորան մասին հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամբիոն դարձած ավտոմեքենայի թափքից ոստիկաններին հրահանգեց, խոչընդոտելու համար եկածներին հեռացրեք։ Պնդեց, թե նրանց փող են տալիս ու ուղարկում իր հավաքը հատուկ խոչընդոտելու։ Պատկերացնում եք տականքին։ Այս մարդը թորանն են վառել։ Ասում ասան փող են տվել, որ գա ինձ խանգարի։ Ու այս մանկուրտները անազգ անհայրենիք։ Սրանք բառ ունեն, էլի ընդհանուր կարելի ասել։ Հա, Չիչոլինոյի զավակներին, այսինքն ընդհանուր կարելի ասել, ու ոչ մեկ չմտածի, որ դրա հաճոտը չկա։ Հաճոտը կա, հենց է։ Ուր եք փախնելու դուք։
Լավ, ասենք ինձից փախակ, թուրքերից ուրեք փախելու։ Այ Նիկոլի տղեկ։ Ասենք լավ, ինձանից փախակ։ Թուրքերից ուրեք փախելու։ Իրանք գալու են, պատրաստ եք ձեր երեխեքով, կանանցով, մորով, ծնողներ, դուք եք։ Դրանք ձեր համար են գալի, իրանք պրոբլեմ չունեն։ Ոչ մի բան հետ, իրանց մոտ դա ադաթն է, ասենց պապենական եկել է։ Էշի մասին երազողը ո՞նց կարող է քեզ մերժի։ Դրանց գյուղերում էշերն էլ է իրանց համար գտած բան, չէ։ Մերձնում են էշերի հետ, ցանկացած կենթանու հետ։ Նրանց իրենք խնդիր չունեն, դուք պատրաստվեք դրան։ Կալուկացի օլիգարխը ամենտեղ 200,000 դրամից բանից տալիս է գտում է Կալուկայից օլիգարխը ամենտեղ 200,000 տալիս է, փաստորեն, որ թորը կորսած մարդիկ, հարազատ կորսած մարդիկ գան իրենց խոսան, իրեն հիշացնեն են կողը։ Ու այս կապիկներին ինքը հետը տալիս տանում է։ Զգացիք հիմա ովքեր են հավաքված, իսկ ստե դադար կա։ Դադար։ Այս նույն ավտոբուսն է, բոլոր քաղաքացիականները, բոլոր աշխատողները կամ ավտոբուսով բերածներն են մի խոսքով։ Այս 200-300 հոգի, այս շրջիկ կապիկների խումբը, սա է այն ինչ որ ունի Փաշինյան Նիկոլը իր թիկունքին, եւ ինքը շատ լավ գիտի։ Մնացել է մենակ, անտեր շուն։ Ոչ մեկ չմտածի հանգարսանից ավելաջրցություն ունի։ Չկա։ Հանգիստ ես հրահանգում եմ ոստիկանների եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք մարդիկ թողնան իրենց գործին։ 15 զինվորի կյանք խլած դեպքից 3.5 տարի է անցել, բայց մինչ օրս այդ դեպքով որևէ մեկը քրեական պատժի չի ենթարկվել։ Նախորդ շաբաթ էլ զոհված զինվորներից մեկ Դուք տեսաք այդ պահարանը։ Պահարանը մնացել է, զինվորները մոխրացել են։ Տեսաք։ Պահարանը կա, զինվորները մոխրացել են։ Մայրն էր ընդհատել վարչապետի ելույթը, իշխանություններից պատասխան պահանջելով նաև գործի ոչ պատշաճ քննության համար։ Այսօր Փաշինյանին լսելու եկածների մեջ շատ էին քաղաքապետարանի հայ փոստի աշխատակիցները։ Ոմանք թաքցնում էին դեմքը, չցանկանալով նկարահանվել, մյուսները հաստատում էին քաղաքապետարանի աշխատակից են։ Ես համայնքապետարան եմ աշխատում։ Ինչ եք աշխատում։ Բան որ ամենալավ գործը։ Մեր Նիկոլին են խաղաբանը։ Դուք եք աշխատում իրանց հետ։ Չէ, ես տարի չեմ եկել։ Մերկինն է, համաշխատում է մերկինն է։ Բասում եք չեք աշխատում։ Աշխատում ենք ազի, բայց մենք տանից ենք եկել։ Ես տանից եմ եկել։ Դուք եք աշխատակից համայնքապետարանի։ Ինչա։ Դուք համայնքապետարանում ինչ եք աշխատում։ Աշխատում եմ, դե աշխատում եմ։ Էլի կոմունալու։ Ասել էին կգա։ Ով։ Այս համայնքի։ բան եմ ասում։ Ատանա։ Մի խոսա։ Մենք որ գոյեն մնացողին չգիտեմ, աղջիկ ջան, ով ինչ ուզում է, ամեն ինչի, մեր կատնաջուրով է ծաղկացրել, բավականացել մեր կայսից գոյենք, Որտե՞ղ եք եկել։ կատնաջուրից։ Եթե կոլեկտիվներով եք եկել։ Այո։ Որ կոլեկտիվն է։ Հայ Վերջ։ Ո՞քի արձանագրեք էլի։ Մարդ չկա։ Պետական աշխատողներին ոչխարի հոտի նման քշում են, որտեղ կանգնեն, պլակատ բռնեն, պլյուս շրջիկ կրկեսը, որ ավտոբուսով եւ մեքենաներով իրանց հետ գնում է։ Պլյուս տեղական ամբողջ ուժային համակարգը քաղաքացիական ապստով։ Դե ժողովուրդ ջան, դուք ինքներդ ասեք, բա ուր է ժողովուրդը, ուր է։ Ժողովուրդը ուր է, հայ փոստի աշխատողը, որին վզից բռնել բերել են այնտեղ։ Կամ դրոցի դասատուն։ Դա ժողովուրդը չի։ Ժողովուրդն ինքնական մեկացն է։ Ես այսօր մի նամակ ստացա, այսինքն մի քանի հատ նամակ եմ ստացել, մի ռեպորտաժի մասով, որ ես ինչ-որ անպայման պետք է նայեմ։ Մեկ չնայեցի, երկու չնայեցի, ասեցի նայ էլի։ Ո նկարն է պատտվում։ Ինչ-որ լուրերով։ Հիբրիդային պատերազմների շրջանակներում։ Ասեցի, նայեմ։ Մի քանի անգամ նայեցի, չտեսա։ Բայց գտա վերջը։ Դիտեք մի հատ տեսանյութը։
Հարյուրավոր այսպիսի նամակագրություններ, տեղեկատվական արշավների սխեմաներ, պլաններ, զեկույցներ, մի խոսքով փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ հակերային հարձակման արդյունքում ջրի երես է դուրս եկել եւ պարզաջրել 1 տարի ամեն օր լրահոսում հայտնված սկանդալային կեղծ տեղեկություններից մինչեւ մեդիա արշավներ, թեպետ ստեղծվել են տարբեր տեղերում, բայց ըստ այդ բացահայտված փաստաթղթերի կառավարվել են մեկ կենտրոնից Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմից։ Դոփելգանգեր կայքերի Փաստորեն Նիկոլի լուրերը Պուտինի աշխատակազմին մեղադրում է իր նկատմամբ ինֆորմացիոն դիվերսիաներ անելու համար։ Պատկերացնում եք, ասենք մեկը, որ ամեն քայլափոխին, ամեն օր, ամեն առիթով վազում է այնտեղ, ու հայտարարում է չլինի հանկարծ ձեզանից մեկը, որ սեփ խրի իմ Ռուսաստանի մեջ, դրա լուրերը ասում է։ Մեծ դիվերսիա կազմակերպում Պուտինի աշխատակազմը Փաշինյան Նիկոլի դեմ։ Հաբադիշ պրոստիտուտկա է։ Բայց լսենք էլի շարունակությունը։ Ստեղծում հողի վրա ակցիաներ, սաբոտաժային գործողությունների կազմակերպում, ցանկալի կարծիք տարածող փորձագետներ, սոցիալական դիզայնի գործակալության անվան տակ եւ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիենկոյի ենթակայությամբ Հայաստանի ու եվրոպական մի շարք երկրների դեմ իրականացված կամ նախատեսվող կեղծիքի արշավները բացահայտվել են։ Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Մոլդովայի նախագահ Սանդուի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեղինակազրկման համար տարված աշխատանքը ռուբլի նկարագրված են մանրամասներով։ Հաստորեն, դες ինչ նյութ են սարքել, որ Ռուսաստանը ուզում է հեղինակազրկի Նիկոլին, Զելենսկուն ու Սանդուին, Մոլդովայի նախագահ։ Այս ամեն ինչը դրա համար է։ Ես տխմաններին ուղղակի ուզում եմ ասել։ Սանդուն արդեն ընտրվել է։ Այսինքն իա ինչ անեն, ոչ նախընտրական է, ոչ սա բանա փոխելու։ Սանդուին ասելու բան չկա, ինքը ոչ կրիմինալ է, ոչ օլիգարխ է, ոչ թալանող է։ Բացարձակապես։ Զելենսկու հանցագործությունները Ռուսաստանը չի որ ասում է։ Վաղուց բացահայտված է եւ Պենտագոնի կողմից, եւ CIA-ի կողմից, եւ FBI-ի կողմից։ Հիմա էլ իր դեմ ցուցմունք են տալի իր նախկին աշխատողը։ Ուկրաինացիներն էլ բոլորը գիտեն։ Ռուսները այստեղ ընդհանրապես անելիք չգիտեն, հակառակը, եթե իրաց ձեռը ճարել էր, կպահեին այդ ամեն ինչը, որ լեգիտիմության քողի տակ Զելենսկին ավելի վստահ երկարացներ այս պատերազմը։ Նիկոլին վարկաբեկել։ Նիկոլին հնարավոր է վարկաբեկել։ Ոնց է հնարավոր վարկաբեկել վարկաբեկվածը։ Այն էլ Ռուսաստանը վարկաբեկի Նիկոլին, ինչի համար։ Այս մարդը ասում է խելոք գալիս եմ ձեզ զեկուցում եմ։ Այդ էսա գնացի, ասեցիր Ղարաբաղը Ադրբեջանը, ես ասեցի Ղարաբաղը Ադրբեջանը։ Ասեցիր գնա Վաշինգտոն, գնացել եմ Վաշինգտոն, հետո եկել եմ քեզ զեկուցել եմ։ Քեզ ինչ պետք է անում եմ։ Նշանակությունը լսենք հələ։ Կարևորը որ ստեղ Նիկոլին հավասար բանի դեմ մեջ են դնում Զելենսկու ու Սանդուի հետ։ Մի կրիմինալ Զելենսկին է, մի կրիմինալ Նիկոլն է, բայց գնանք առաջ։ Օրինակ այս ռեպորտաժը 2025 թվականի հունիսին էինք պատրաստել։ Այդ օրերին հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում էր կեղծ տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում շքեղ առանձնատուն է գնել 3.1 միլիոն եվրոյով։ Աղբյուրը իբր ֆրանսիական կայքերից կոչվածում բոլոր ձևակերպումները սկսվում էին ըստ լուրերի, գուցե հնարավոր է բառերով։ Դեռ այդ ժամանակ Civilnet-ի փաստերի ստուգման հարթակապարզել էր այդ կեղծ կայքում առաջին նյութը հայտնվել էր Փաշինյանի առանձնատան վերաբերյալ հոդվածը հրապարակելուց 4 օր առաջ, այսինքն կայքը հիմնել էին հենց այդ հոդվածի համար։ Այսօր պարզվում է կայք հոդված տարածում այդ շղթան ռուսական փաստաթղթերում ունի հստակ անուն Մարսելի օպերացիա, որը հաջողված են համարում։ Նամակագրության մեջ կարդում ենք. Հոպա, այստեղ էին տեսել իմ նկարը, որտեղ ես սա մասին խոսացել եմ։ Խոսացել եմ, հղում եմ արել, որ sense բան են ասում։ Հիմա սա մի ամբողջ, ասեն, իմանուն էլ ինչ որ մեկ այսօր կապել է։ Դու FSB-ի ագենտ ես, ընձի են հարցնում ես, որ իմ հարցու պատասխանի ժամանակ։ Այտենց ապուշներին ուզում ասեմ հա։ Հա, աշխատավարձ եմ, բա ամեն օր գնում եմ FSB-ի օֆիս գործի։ Իսկ դու գիտեք FSB-ի ագենտ ինչ է։ Լսել, արա, գիտեք այդ ինչ է։ Հա, գնում եմ գործի։ Նյու Յորքից Մոսկվա ամեն օր գործի եմ գնում։ Որտեւ FSB-ի ագենտները գնում են գործի։
Եթե դուք ուզում եք ուրիշ բան ասել, ձեզ ասել են, չեք հասկանում ինչ եք ասում, հա։ Ասենք ոչ լեգալ ծածկված ագենտների մասին։ Հայաստանում մի հատ ագենտ կա, բացահայտված ստորագրություն, դա Արարատ Միրզոյանն է։ Որը Հայաստանի արտաքին գործերի նախարար աշխատում։ Այդ գիտություն։ Իսկ ուրիշ ինչ ասես։ Հիմա վերադառնամ այս բանին, նյութին։ Փաստորեն այս նյութի ամենամեծ նպատակը, այս լուրերը փաստորեն ես չգիտեի սա ով է։ Իմացեք։ Այնա, որ ներկայացնի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կրիմինալ, ոչ մի խարդախ ճանապարհով փողաշխատող չի, նա տներ չունի, սեփականություններ չունի, ընդհանրապես նա մաքուր կրիստալ անձնավորություն է։ Օլիգարխ չի։ Դե դեպքում ես ստագետներին հարց եմ տալիս, բայց այս 8 միլիարդը պարտքը գնաց։ Հարց 8 միլիարդ պարտքը 8 տարվա մեջ ուր գնաց։ Բա Աննա Հակոբյանը 2 ֆոնդով որ փողը հավաքում անընդհատ բոլորից բոլոր գործարարներից փողը հավաքում դիմացնել տալիս է 100 միլիոն, 500 միլիոն, 600 միլիոնի հարկային արտոնություններ։ Փող հավաքում է, դա դիմաց տալիս են հարկային արտոնություններ։ Բայց փողը դուր է։ Հիմա ես ոչխարախավին հարց եմ տալիս։ Եթե մեկի համար սա ազդեցիկ է, ուրեմն նա ուղղակի ինտելեկտի զուրկ բիո զանգված է։ Վաղը այս տները դա Մարսելում է, Կանադայում է, Մայամիում է, թե չգիտեմ ընդ Շրի Լանկայում է, վաղը մենք այս ամբողջը բացահայտելու ենք։ Բայց մարդ կա, որ կասկածում է, որ Աննա Հակոբյանը բացահայտել ասում է այդ մարդը, բերեք ձեր նվիրատությունները։ 1 միլիոնից 10 միլիոն արեք, գործարար հետս հաց կերեք, այսքան է մուտքը։ Էդի հələ գրանցվածն է, բա ինչի դիմաց են այդ մարդիկ այդ 500, 300, 600 միլիոն դրամի հարկային արտոնություններ ստանում։ Էդի մենակ հարկային արտոնություններն է։ Նույնիսկ եմ ասում 8 միլիարդ դոլարը ուր է գնացել պարտքի ձևով։ Այդ չեմ ասում Հայաստանի բյուջեն։ Հայաստանի բյուջեի 70% ավելին թալանվում է։ Մենք չգիտենք այս սխեմաները, մենք այդ թալանի մասին չենք խոսացել։ Ու մեկը կա, որ մտածում է Հայաստանում 8 տարվա մեջ 8 միլիարդ պլյուս թալանված բյուջեն գնացել է ու Նիկոլ Փաշինյանը հետ կապ չունի։ Այս կարգի իդիոտ կա Հայաստանում, որ այս տեսանյութիներ պետք է հավատասի բախալա։ Այս ռուսներն ընկել են Փաշինյան Նիկոլի հետևից ուզում են վարկաբեկեն մեր վարչապետին։ Չասեմ ես թշվառանտերներն ինչ կարելի ասել, ոչ մի բան։ Նման հարցերին էլ պատասխանեմ, հա, բա ինչ։ Ուղղակի ես պետքա հարց տամ բանին, հիմա Սերժիկին։ Սերժիկ ես եթիմիդ ասա, որ Վարդան Հակոբյանը, ինչ FSB-ի ագենտ, ես իրան մեղադրում էի Սորոսից փող ստանալու համար։ Հա, այդ տգետներ, ես ասեմ Սորոսի մի հատ մասին ֆիլմ էր նկարած, ովքեր են, բանա, Սերժիկի ժամանակ էր նկարված, ովքեր են Սորոսից փող ստանում։ Ով ակտիվ քաղաքական դաշտում ընդդիմադիչ կար, խառը ինքը Սորոսից փող ստանում է թե չի ստանում, որովհետև Սորոսից ստացող գրասենյակներ կային, այս կապիկները հետո որ եկան իշխանության, որին Սերժը բերեց, որին Սերժն էլ կերակրում էր Սորոսի ձեռով։ Դրանց կողքին սենց լենտայով մեկը մի հատ իմ նկարն էլ անդե։ Ուղղակի Սերժիկի պետք է հարց տամ, այս եթիմիդ չես ասել, որ այս ժամանակին Սորոսից էի փող ստանում։ Չես ասել, բարա։ Ստեղից հետևություն, որ իշխանությունը ուզում է մեկին իբր մի բան ասի, այդ օրվա կուրսով իրա հորինած, ինչ եմ ասում հորինած, որովհետև Սորոսից ամենաշատ սնվել է Սերժիկը իրա թիմով հանդերձ, ու մեկել են լրբի տղեկը ում բերել է իշխանության։ Սա է եղել, Սորոս իրանց շունն է եղել, իրանք են կթե Սորոսին։ Հիմա էլ սրանք FSB-ի ագենտները, էլի մեր նման մարդկանց, ուզում են կպցեն FSB-ի ագենտ։ Տխմարներ եք դուք ուղղակի արա։ Տխմարներ, ուղղակի վատը գիտեք որն է, որ ասենք ես ստիպված, մենակ ես չէ ինչ-որ մարդիկ, ստիպված պետքա ժամանակ ծախսեն դրա վրա։ Բայց սա ոչինչ, առիթ է, որ մի հատ հիշացնենք, ինչ է Սերժիկի ժամանակ, ում են ինչ ձևի պիտակավորում, ովքեր են կտվում եւ կտում Սորոսի բաները, դաշնակներից սկսած մինչեւ Սերժի վերջին ապարատչիկը,
Բոլորը նստած են Սերժի Սորոսի փողերի վրա։ Հետո պարզվեց դրա Սորոսի ֆոնդի տնօրենն են, սրանց Սասունի աղբերն է։ Ով կմտածեր արա։ Բա ինչ է ձեզ թվում, այդ միլիոնները որ մտնում են Հայաստան, անտեր միլիոններ է, դες պետքա բաժանվեր օդի մեջ, իրանք չգիտեին, մտնում են իրանք էլ բաժանում են, իրանց ով որ պետք էր։ Վերջացավ գնաց, հետո պարզվեց իրանց ով որ պետք էր, վաղը բերեցին դրեցին իշխանության վրա, ասեց սկուտերի վրա տալին, բերին ասին, արի, այ փնթի, արի, դու արդեն իշխանություն ես։ Վերջ։ Սա էլ էս հոդվածի մասով, որտեղ ես չէի, ասես նայում էի, չէի նկատում ախր, ես նկարը այնքան ակնթարթային է, սենց գնացել էլի։ Իբր ես էլ եմ անդրադարձել, իհարկե անունը ստեղ չի հաշվում, բան չի անում, բայց մարդիկ ոպ նկարը տեսել էին։ Ուրեմն փաստորեն Կիրիենկոյի ապարատի համար աշխատում Վարդան Հակոբյանը, այ թշվառներ։ Գնանք առաջ։ Էլ չեմ ուզում ես տղուն լսենք։ Թող մի բաներ իրանք ասեն, էլի։ Զոմբիներ ջան, մի կողմ, Հայմար, դուք անուղելի եք, ձեր հետ անիմաստ է, հələ ձեր շեֆերին ասեք թողան։ Արա տղեկ ջան, արա դուք եք հիմար, թե մեզ եք հիմարի տեղները։ Հմեն հելել եք հայտարարում եք Սամվել Կարապետյանը Facebook գործակալ է։ Փաստորեն ձեր ԱԱՑ-ի պետն ժեկի պետ է։ Ոչ միայն ժեկի պետ է, նաև խոտ է ուտում։ Խոտ։ Գերանդիով են որում, էլի, պատարակաղով չէ։ Գերանդիով խոտ են դնում բերան, էլի, այսպես։ Բայց եթե այս երկրում այդքան գործակալներ կան, այդքան ագենտներ կան, այդքան տերորիստներ կան, այմա ձեզ լսենք, Բելլադենն էլ է հայ։ Ավելին ասեմ, սրա կաթողիկոսիններ էին ասում ԱԿԳ-ի ագենտը։ Տերտերներն էլ ասում եմ անկապիրծա։ Միչև հիմա ոչ կաթողիկոսի վրա ագենտ, բան ագենտներն են ապացուցել, ոչ է մեզ ցույց են տվել այդ ովքեր են այդ պետաֆիլները եկեղեցիում, որ սրանք փաստորեն թաքցնում են։ Խոշոր երջերավորան ասում Ալեն Սիմոնյան, հարց եմ տալիս, հիմա փաստորեն դուք հանդիսանում եք Հայաստանում գործող պետաֆիլների հովանավոր։ Դու ասել ես, որ կա, չեք ցույց տվել։ Դուք բեզաչոտ մարդկանց ուղղակի էլի չեք հասկանում, եթե միտես մի բան կա, իշխանությունը դուք եք, արա դուք մոռացել եք, որ դուք իշխանություն եք։ Ես էլ ձեզ ասում եմ, եթե ագենտ է, ինքը կալանավորված չի, եթե պետաֆիլ կա, կալանավորված չի ու մենք դա մասին չգիտենք, ուրեմն գտնվում են ձեր հովանավորության տակ, ինչպես բոլոր պետաֆիլները։ Սա շարունակությունը։ Բայց ձեր ԱԱՑ-ն որտեղ է նայում։ Հա? Որտեղ է նայում, բա խիչ են էթում բռնեն։ Պոտաուտում։ Բա որ այդքան տվյալներ ունեք, խիչ են էթում բռնեն, ձեր ԱԱՑ-ի հայտարարությունը ուր է։ Ում բռնեն։ Մի հատ մարդ կա, որ տկա բռնեն սկզբից, որովհետև ապացուցված փաստը դա Արարատ կամ Արաբատ Միրզոյանն է։ Ավել փաստա ձեզ պետք։ Եվ մյուս ագենտը Մեհեր Գրիգորյան, ձեզ ուրիշ ինչ է պետք։ Եթե դուք ուզում եք ասեք ռուսական ազդեցության գործակալ, դե իրանք սաղ ձեր համար FSB ագենտ են, չէ՞։ Մասն ասենք հիմա անգլիագետների շերտ կա, էլի։ Եթե ուզում եք ասեք ազդեցության գործակալ, Հայաստանում ռուսական ամենամեծ ազդեցության գործակալը Փաշինյան Նիկոլն է, երկրորդն է տականքը։ Հայաստանի ամբողջ տնտեսությունը բանկային համակարգով մտցրել է ռուսական տակ, Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ինտերնետ սպասարկումը, ճանապարհները, վերահսկողությունը, ստանդարտիզացիան, ամեն ինչ սա մտցրել է բանկային համակարգով, բանով, ամեն ինչ։ Սերվերների սպասարկում, չգիտեմ այնտեղ Google Map, այնտեղ անտիվիրուսով ամբողջ կառավարման համակարգի կոմպյուտերները սպասարկում է FSB-ն, սրա ձեռքով։ Կասպերսկին նստած է ամբողջ կառավարման համակարգի վրա եւ ԱԱՑ կոչված հիմնարկն այնքը սպասարկում եւ պետությունը եւ բանակը, այսինքն Հայաստանում գաղտնիք չկա։ Հիշացնեմ ձեզ նաեւ անգլիագետներին, ովքեր լսես բաների մեջ են, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ բարձրագույն մակարդակի հարաբերությունների պայմանագիր ունի, որ իրանք իրարից չեն կարող ռազմական եւ այս կարգի գաղտնիքներ փակցնել, որը վերաբերվում է այդ երկու երկրներին։ Ասելա թե ըստ այդ պայմանագրի Ռուսաստանը ինչ գիտի Հայաստանի մասին, ինքը պարտավոր է տեղեկացնել Ադրբեջանի։
Ռուսաստան ամեն ինչ գիտի։ Շնորհիվ ռուսական ազդեցության գործակալ Փաշինյան Նիկոլի եւ մեր Գրիգորյանի։ Առաջին հերթին։ Mən ասացին չեմ ասում։ Հիմա հասկացաք ինչ է նշանակում։ Ագենտ, ազդեցության գործակալ, թաքնված ագենտ։ Գնանք առաջ։ Սոր վերաքննիչ դատարանը փաստորեն անփոփոխ թողեց մնացականին վրա երթ ենթարկած ոստիկանության մայորի պատիժը։ Գիտեք քան տարի անց է։ 3 տարուց ավելի։ Եվ 1.6 տարվա, 1.5 տարվա ազատազրկում ընդամենը։ Մարդուն սպանելու, էսել մեծ ջանքերով, էլի, որովհետև ոչ մի բան չէր հասնում, ոչ ձերբակալված է, առ այսօր ինքը ազատ է։ Դե մարդ սպանելու համար, քանի որ Նիկոլ Փաշինյանի համար է մարդ սպանել, դե լավ, ոչինչ 1.5 տարի կնստես, դուք կգաս այնա պայմանական մի բան կանենք, եթե չունի։ Բա ոնց։ Որտեղ Նիկոլ Փաշինյանի համար է։ Այ, հանկարծ եթե մեկը ասի դու կապիտուլյանտ ես, ինքը միանգամից գնաց խուլիգանական հոդվածներով, առանց հոդվածի նույնիսկ գնաց։ Ինչպես հիմա է տեղի ունենում։ Բայց մարդ է սպանել, բայց դա Փաշինյան Նիկոլի համար դու պրոբլեմ չունես։ Կին կլնի, տղամարդ կլնի, ով եկավ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզիչ բռնել շպրտեմ։ Կին կլնի, տղամարդ կլնի։ Հասկացաք։ Եվ ես եկել եմ ձեզ ասելու, որ ես ձեզ սիրում եմ։ Ես ձեզ սիրում եմ։ Միաժամանակ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզիչ բռնել շպրտեմ։ Կին կլնի, տղամարդ կլնի։ Այդ եմ ասում էլի, երկար ժամանակ որ մտնում են իշխանության, հետներ զգում են ինչ բանա անպատիժ լինելը, բերում է արագ մահի, վախճանի, սենց ասեմ էլի վախճանի, որովհետև մարդկության մեջ, են էլ Հայաստանի նման պետության մեջ, սես տխմանը որ սկսում է իրան կիսա Աստված համարել, կամ Աստված, ինքը ինչ ասես տեղում պետք է լինի։ Կործանում, ուրիշ բան չկա։ Հա ժողովուրդը պետք է ամսի 7-ին ինքը ասի, ու իր ասելուց է կախված ինչքան շուտ կլինի, վաղ թե ուշ սա լինելու է։ Ամսի 7-ին կերևա ինչքան շուտ է սա լինելու։ Ու ես սպասում եմ ընդդիմադիր դաշտի, եթե նման բան կա, քայլերին։ Ես նորից ասեմ, եթե մեկը մի կուսակցություն, մի ուժ, որը մասնակցում է ընտրություններին, որը վստահ չի, որ ինքը 50,000 ավել ձայն ստանալու, նշանակում է ինքը մասնակցում է այս ընտրություններին Փաշինյան Նիկոլին սպասարկելու համար։ Եթե կուսակցություն կա, որ արդեն փորձ ունի, որ գիտի ինքը այդքան ձայն չի հավաքելու, նույնիսկ ամենա ինքը լավ ժամանակ չէր այսքան հավաքել, եւ էլի մասնակցում է, հույս ունենալով, որ ինչ որ 50-60,000 ձայն հավաքելու, որովհետև 4% անցում այն շեմը, հենց այդքան է։ Եթե, ասենք, այնքան մասնակցի ինչքան անցած ընտրություններին, 1,200,000։ Էլ չեմ ասում, 2 միլիոն։ 2 միլիոն մասնակցություն որ եղավ, ինքը պետքա ոչ թե 50-60 հավաքի, այլ 100-120,000 պետքա հավաքի։ Եթե դες մեկը կա, մի ուժ կա, որ ինքը գիտի, որ ինքը 10,000-ից, 12,000-ից ավել կամ 20,000-ից ավել չի հավաքելու, ու մասնակցում է, այ շիզոֆրենիկ հայատյաց, հայակերին սպասարկելու նպատակով է ինքը մասնակցում։ Ուրիշ բան չկա ստե։ Սա զուտ մաթեմատիկա է։ Զուտ, եթե դու չես անցնում անցողիկ շեմը, քո ձենը գնում է նրանց, բաժանվում է նրանց, ովքեր անցել են։ Նույնիսկ եթե 20%-ով էլ ինքը անցել է, մեկ էլ կարող է սրանց արդյունքում ինքը ստանա մեծամասնություն։ Սերժիկը տենց է նախատեսել։ Սերժիկը տենց է նախատեսել։ Բա ոնց անես մի բան արել, ոնց ոնց բան է էլի, մատնոց է էլի, այն որ մատնոց են խաղում է փողոցներում։ Ոնց sense, բայց դու կազմում ես ընդեղ էլի։ Բայց ուզում ես թուրքին լսեք։
называется турецкий. Такого языка, как азербайджанский, не существует. Язык, на котором говорят азербайджанцы, называется турецкий, а азербайджанский был языком, на котором говорили очень давно, в средние века, и сейчас на нем уже никто не говорит. Действительно ли азербайджанцы наши братья? Азербайджанский народ культурно и политически ближе к России, чем к нам. Кроме того, это одна из редких стран, которой удалось остаться бедной, несмотря на наличие нефти и природных ресурсов. И с кем бы вы ни заговорили в Азербайджане, будь то мужчина, женщина или пятилетний ребенок, вы можете услышать много отборного мата. Теперь я хочу спросить вас, действительно ли азербайджанцы наши братья? Հոչեդերվեցիր Փաշինյան Նիկոլ։ Հուսով եմ կդիմանաս այս հալվածին։ Մեկ էլ գիտենք, մի քիչ ավելին գիտենք։ Հաջորդ քայլը գիտեք որն է։ Այստեղ ուն հարցնեմ, իսկ դու վստահ ես որ դու թուրք ես։ Այ հեքիաթը սկսելու է այդ տեղից։ Ես երաշխավորում եմ։ Եթե մենք սկսենք այս process-ը, կպարզի 10 միլիոն պլյուս ընդ հայ ունենք։ Թուրքիա շատ 10 միլիոն պլյուս, 20 լինի, 15 լինի, 25 լինի, այդքան հայ ունենք, առնվազն 30%-ի չափով, միջին հաշվարկում։ Հիմա սա լսենք։ Ձերբակալությունից մեկ օր անց իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ բառի ու արարքի համար է Արցախից տեղահանված Արթուր Օսիպյանը հայտնվել Ճաղերից այն կողմ։ Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց հետո հարցն այնքան էր հունից հանել Փաշինյանին, որ անցավ կոպիտ արտահայտությունների։ Ես ասեցի չէ՞ հարցը որն է, հարց չէր։ Դա հիշացրեց իրան, որ այդ միլիարդները դու ես ուղարկել ի աջակցություն Ալիկին, ասում Ալիկին, Արայիկին, Բակո Սահակյանին, եւ որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, դու ես հովանավորում իրենց։ Դու եկել արցախցիներից ինչ ես ուզում, արա։ Այդ փողը դու ես իրանց տվել, ոչ թե դու արցախցիներին ես տվել։ Սա հայտարարություն էր հանցագործության մասին։ Սա է պատճառը։ Քննչական կոմիտեն նաև չի բացահայտում, թե արդյոք արդեն մեղադրանք է առաջադրել ու կտանի արդյոք նրան կալանքի։ Կոռեկտ տոնով Փաշինյանին դիմաց Օսիպյանը կոշտ վիրավորանքների ու գորգորոցի էր արժանացել։ Վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել Ղարաբաղյան պատերազմում։ Արթուր Օսիպյանն է, Փալանչյանն ասումն է, դու ես կենթանի, դու ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, այդ տական։ Արթուր Օսիպյանին ձերբակալ։ Քեզ կենթանի, դու ես կենթանի, որ մի հատ էլ խոսում ես, դու ես կենթանի, որ մի հատ էլ խոսում ես։ Ես ասում եմ, հետներ խոսում ես 5000 զոհերից։ Նույնիսկ հիշեցնեմ բոլորին, եթե դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանը հանձնեին ֆակտի, շուտ հիշեցրեք Արցախի հանձնելու փաստը եւ 5000 զոհերը։ Ինք ամենածանր թեմաները սա է։ Չի կարողանում Մարսի, ինչ են արցախցիները ողջ, միջև հիմա չի կարող ասած։ Բայց հարցնողը լի, բա դու, բակո զիբիլիկատուն ինչի է ողջ, դու ինչի ես ողջ։ Չէ՞ որ զիբիլիկատուն գնացել ես բանանել, փրկել Արցախը, դիրք էր պահում։ Բանա չի, դա չի ողջ։ Սեկի չասում են։ Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ իրավապահները կասկածանքի հիմքում հենց Փաշինյանի հետ Օսիպյանի շփումն են դրել, ոչ թե դրանից առաջ նրա արած գրառումը։ Արաբկիրում քարոզչություն անող վարչապետին Օսիպյանի գրառումը ցույց էր տվել ազգային ժողովի նախագահը։ Այդ սկրինշոթում գրված էր, թե Փաշինյանի տեղն է փնտրում, որ մեջբերեմ բմբուլները օդ հանի։ Ըստ ներքին գործերի նախարարության տղամարդուն ձերբակալել են անմիջականորեն ծագած կասկածով, բայց թե կոնկրետ խուլիգանական ինչ արարք է թույլ տվել Օսիպյանը, ժամեր շարունակ չեն բացատրում։ Իսկ ինչու ներքին գործերի նախարարությունը նույն կերպ չի վարվել Օսիպյանի վրա գոռացող Փաշինյանի հետ, նախարարությունը լուռ է։ Ռոբեն նստելու է, Ռոբին սատկացնելու են, կարուկացրել եմ սատկացրել։ Դուք եք դրեք։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա։ Ծապ են տալի։ Գիտեք ով են ծապ տալի։ Իրա մանկուրտները։ Ոչ մի հայ մարդ այս խոսքերի վրա ծապ չէր տա, պետք է ասել ինչն է սկծում։ Արա
Ընդհանրապես դու ես։ Մի հատ հիշեք էլի մեր բաներին, նախագահներին, թեկուս հիշեք, չգիտեմ էլի, թեկուս Լևոն Տեր-Պետրոսյանին հիշեք լավ։ Չեմ ասում Դեմիրճյանին, չեմ ասում։ Իմ ամենաչսիրած Սերժն ու Ռուբիկը, սենց լեքսիկոն ես թույլ չեմ տվել, սենց պահվածք թույլ չեմ տվել։ Այն որ դուք վախենում եք Սերժից ու Ռուբիկից։ Իրանք սենց բան իրենց թույլ չեն տվել նույնիսկ։ Գլխավոր դատախազությունն էլ չի ուսումնասիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծը համեմված վիրավորական արտահայտություններով ու սպառնալիքներով, ինչու նրանք էլ չեն մանրամասնում։ Գլես փսլինքներին նայեք, հենց համբալներին նայեք։ Այս այ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են։ Ասում եմ, այ ձեզ եմ դիմում, հատ գտնելու եմ, մասկեքներ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոդը, համբալներ։ Սրանք սպառնալիքներ են, սրանք հայրախոսություններ են, սրանք քրեորեն դատապարտելի արարքներ են։ Սակայն իրավապահները իշխանությանը քննադատող ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում խուլիգանության, սպառնալիքների, բռնության կոչի, ատելության խոսքի հոդվածներով, մեղադրանքներ առաջադրում, հաճախ կալանավորում։ Իշխանականները վստահ են, որ օրենքն իրենց դեմ չի կիրառվի, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Եվ իրենք կարողացել են արդարադատությունը եւ ընդհանրապես ուժային կառույցներին պետական այդ ամբողջ բուրգը վերցնել իրենց ձեռքում, այնպես իրենց թվում է այնպես ամուր են պահում, որ այդ օրենքը իրենց դեմ չի աշխատելու ոչ մի դեպքում։ Իրավապաշտպանն ընդգծում է, Փաշինյանը շարքային քաղաքացի չէ, նա պատասխանատու է իր ամեն մի խոսքի համար։ Հարությունյանը սակայն արդարադատության հույս չունի, պնդում է, ատելության, բռնության խոսքի տարածման հեղինակը Սիրո ու Թավշյա հեղափոխության խոստումները դրժած Փաշինյանն է, որը սակայն ինքն է խախտում իր թիմի ընդունած էթիկայի կանոնագիրքը։ Նախկինում էլ մի բարձր մակարդակ չենք ունեցել։ Հիմա ընդհանրապես դա վերածվել է փողոցային սովորական խուլիգանական կռվի, փողոցային լեզվակռվի, փողոցային ծեծկրտուքի է վերածվել եւ առաջատարը տանող ուժը շոգեքարշը Փաշինյանն է։ Առաջ էր իշխող քաղաքացիական պայմանագիրը ազդարարել այս կանոնագրքի մասին, որով մերժվում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում քաղաքական գործընթացներում։ Ըստ կանոնագրքի ԿՊԱ-ականները պարտավոր են ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի։ Բավոց։ Բայց իրանք չեն մտածում, որ դիմացը ընտրությունները չեն մտածում, որ թուրքերը չեն անելու ինչ որ իրանք խոսք են տվել իրենց դիրքերն ուժեղացնելու համար։ Չեն մտածել, որ Ալիևը չի տալու գերիներին, որ իրանք որպես հաղթատուր ցույց տային, ու իրանք խաբել էին, թե ժողովուրդը քեզ սիրում է, գիտես։ Ժողովուրդը թքած ունի դու իր այդ ինչ ես անում, մեկ այնքը քեզ սիրում է։ Մանավանդ որ 10,000 դրամ էլ ավելացնես, թոշակները 2 ամսով վերջ ոտերը պաշելու են։ Վստահ եմ մտածել ասել էին։ Ու պատկերացնում եք, այսքանից հետո ինքը գնում է փողոցներում անընդհատ ամենտեղ իրեն հիշացնում է, որ ինքը մարդասպան է, երկիր է դատարկել, հանցագործ է։ Ասում է բերանները փակեք ուղարկեք։ Կզսնելու եմ։ Այո, ինքը չգիտեր, որ սենց է լինելու։ Հակառակ դեպքում այս կապիտությունն էլ չէր անի։ Այդ ընկերը չլսենք։ Եղկելազավր, օրորի ավելի կմանդրնաս, օրորի ավելի նողկալի ու զզվելի կտարնաս, արդեն տահաջ է քեզի լսելը, տեսնելը, այդ քու սրդիգները, այդ քու չիդեմ ինչեր, արդեն սրտ խառնոց կառաջանա բոլորիս, հավատա, դաժե քու վեգաներիդ մոտ։ Այն որ արցախցիների բարբարով ինչ որ մի հատ եմ շոու, մասկի շոու կազմակերպեցիր, վռոզի քեզի կուզեմ Վնաստան, դու էլ մեզ ելար բռնենք, փռենք, ասֆալտ կերծնենք, տանենք, չիդեմ ինչ ենենք։ Դիք ինչ է, այդ բարբարով հադուկ Արցախցու բարբարով այդ մասկի շոուն կազմակերպեցիր, որ քու ադելությամբ լծված խոսքը Արցախցիների հանդեպ արտարացնես, հա։ Եկուցե լեննագանցոնց հանդեպ պետք է ադելությամբ լծված խոսաս, հետո Կիրովական ծոնց, Տավուս ծոնց, հետո Սյունիք ծոնց, կհասկնաս դու եկել ես այս երգիրը քանդելու։
Դու ես եկել ես երկիրը արևմտյան Ադրբեջան դարձնելու, բայց բգիդ է կայնել, չես Մարսե, երրորդ ծռոկ դու չես նստի մոռացի։ Հարգելի հայրենագիստներ, սիրելի հայ ժողովուրդ, ազգ, մենք այս անգամ 80-ից 85% մասնակցություն պետք է ունենանք ընտրությանը, որ ասիկ вообще հնարավորություն չունենա վերընտրվելու։ Վերջ, տեսնեք, այսօր արդեն երկրորդ ծանոթ երիտասարդներն եմ տարածում, ծանոթացեք, ընկերներն են, Մկո Վարդանյան, կես ես Մկոչ, ծանսենք։ Երկիրը մի հոգի քանդում է, ավերում է եւ մեր երկրում չգտնվեց ուսադիր կրող։ Կապ չունի դա ոստիկանական համակարգում է, թե զինված ուժերում է, չգտնվեց ուսադիր կրող, արժանապատվություն ունեցող որևէ հայ սպա, որը սրա ձեռքը կբռնի։ Այո, չգտնվեց։ Ասեմ ավելի, գտնվեցին, բայց սկսեցին խոսացողների բերանա փակել, ընդ որում մեկի, որի թողանն են բառել։ Ուզում ես ասես անառակի զավակ։ Վաղը քո երեխուն են բառելու, ու մեր հանգած դու փորձես բողոքել քո կոլեգան, որը քո նման տականք է, որը սովորը քո նման հանցագործություններ անելու, քո բերանն է փակելու։ Ախ, մի հատ բան կա, թագավորը զվարճանում է պեսկա, որի հիման վրա գրվել է Ռիգոլետոն օպերան Վերդի, գնացեք նայեք, կամ գոնե սյուժեն կարդացեք, հա, սյուժեն կարդացեք, ոնց է այդ տեղի կնյազը Նիկոլ Փաշինյանի նման, ձյուկ նայեք, էլի ինքն դեղի պրինցն է, հայրենան չեմ կարող, իշխան, ինչ ուզում անում է, ու միա ծաղրացու ունի, այդ ամեն ինչ արդարացնում է, հենց Ռիգոլետոն ինքն է, ամեն ինչ լղոզում է, մեղադրությունները ներկայացնում կամ գնում կաշառում է, բերանները փակում է, ինչ ուզում եւ ուզում ստանում է այդ իշխանը։ Վերջում էլ իշխանը միանմիտ այդ ծաղրածուի աղջկան է տենում փողոցում։ Դրան էլ գիշերով բերում իր մոտ։ Գնում տուն տենում աղջիկը չկա։ Մեկը դիմանում աղջկան փախցրել են, հենց իր անգերները ձուկի մոտ։ Գնում ասում խնդրում եմ էլի տուր այդ իմ աղջիկն է։ Ասում ուշ արդեն, քեզի բան արա։ Հասկանում ես, որ ասում ախր դու գիտեք, չէ ընկերներն ասում, դու գիտեք որ իմ աղջիկն է, որ դա իմ տունն է։ Դուք ոնց կարող եք իմ գոլեգաները, խնդրում եմ վրեգներ ասում են, ես ինչ խոսում արա։ Շեֆին պետք է դետի, վա։ Թուլացի լավ, արես մի քանի կոպեկը գնա։ Այս հենց է լինում ձեր նմանների ճակատագիրը, այս հենց ձեր ընկերներն են ձեր երեխեքին տանելու տան։ Դուք արժանի եք իրար։ Դուք իրար արժանի եք։ Այ որ մեր երկու բան կարդացած ելնեիք ձեր կյանքում, մեր երկու օպերա գնացած լսած ելնեիք ձեր կյանքում, հասկանում եք, կմտածեիք, որ տական կլնելը ձեռնտու չի։ Կարճաժամկետ դու կարող ես շահես, բայց երկարատև քթերից հետ եւ մնացած ինչքան տեղ ունես գալիս է, անպայման, ոչ չգիտես, ինչի համար, բայց գալի չի գալի, հոսում է։ Տեսնենք Արամ Աբրահամյան ինչ է ասում։ Այնպիսի երկրում, երբ պարզ չի թե ինչ մենք ապրում ենք այնպիսի իրավիճակում, այնպիսի երկրում, երբ պարզ չի թե ինչ է վաղը տեղի ունենալու։ Ես նկատի ունեմ նախ եւ առաջ ակտիվ քաղաքացիներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին, բլոգերներին, հոգեվորականներին, չես կարող ասել թե վաղը ինչ հոդված են նրանք քրեական օրենսգրքի, ինչ հոդված են մոգոնելու, ինչ հոդված են կպցնելու այդ մարդկանց գործունեությունը սահմանափակելու համար։ Պարզ չի նաև թե ինչ մատնագիր են գրելու իրենց հկները, իրենց լրատվամիջոցները հիբրիդային պատերազմի շրջանակներում, ավելի ճիշտ ԵՄ-ի կողմից հռչակված հիբրիդային վտանգներին դիմակայելու դրամաշնորհների շրջանակներում։ Բայց այդ ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանի իրավապահների ամենասիրելի հոդվածն է ատելության խոսքը։ Պարադոքսալ է, չէ՞։ Այսինքն ԿՊ Փաշինյանը իր իրավապահների միջոցով իբր պայքարում է ատելության խոսքի դեմ։ Ես դիտեցի բլոգեր Արտակ Ավետիսյանի
ելույթը, որի համար նրա դեմ քրեական հետապնդում է սկսվել եւ նա կալանավորվել է 1 ամսով։ Ես կտրականապես դեմ եմ, որ որևէ մեկը որևէ առիթով խոսի այդ տոնով, այդ ոճով, այդ բառապաշարով եւ 35 տարի ես պայքարել եմ նրա համար, որ ոչ ոք հանրային դաշտում այդպես չխոսի, բայց եթե նրանք հարուցել են քրեական հետապնդում եւ 1 ամսով ազատազրկել են, կալանավորել են արտաքին, ապա Նիկոլ Փաշինյանին պետք է արդեն տարիներով ազատազրկեին, որովհետեւ բավական է վերցնել նրա որևէ ելույթ, օրինակ վերջերս արաբգիրում, որպիսի այն հոդվածը, որը մեղսագրվում է արտաքին, ատելության, թշնամանքի, խտրականության հրահրելը կամ քարոզելը, այդ ամենը դասական ձևով եւ շատ ավելի ակնառու, շատ ավելի կոպիտ ձևով անում է Փաշինյանը եւ որևէ հետապնդման չի ենթարկվում։ Այստեղ, ինչպես ասում են, սելի փոխարեն սելվորն է ջռում։ Պարոն Հարություն Բաղդասարյան, ես գրել էի, իհարկե 3, բայց այսօր էլ խնդրում հիշեցնում եմ, ես գիտեմ ձեզ զբաղվածությունը, մի քրեական գործ էլի։ Մի դիմում դատախազություն Փաշինյան Նիկոլի կողմից ատելության խոսքի տարածման համար։ Այս իմ հաղորդումներ ընդունեք որպես հայտարարություն։ Այնքան մատերիալ տվեցի այսօր։ Այնքան մատերիալ երեք այսօր։ Խնդրում եմ։ Մենք սենց արձանագրել ենք ու տարածենք։ Սպասենք տեսնենք ինչ ա լինելու։ Այս ամեն ինչը գնալու է նաև ոչ միայն Նյուրնբերգյան դատավարության բանի մեջ, кейսի մեջ, որ մենք նախապատրաստում ենք այս շաբաթվա մեջ, այլ նաև այն կոնկրետ մարմիններին, որոնք սպասում են սրա։ Ես ասել եմ, չէ, սպասում են։ Ինձանից մատերիալներ են ուզում, եւ ես տալու եմ։ Խնդրեմ, պարոն Բաղդասարյան, ժամանակ չկորցնենք։ Լսենք եւս մեկի հետասարներ։ Նրանք, ովքեր գալիս են այստեղ Ղարաբաղի ակցենտով, սպառնալիքներ են ձևակերպում, դրանք բոլորը փախածներ են, ճողոպրածներ։ Ահա ինչպես է խոսում Հայաստանի Հանրապետության գերագույն պաշտոնյան Արցախի բարբարի մասին։ Արցախյան բարբառը հայերենի ամենահին ու ամենայուրահատուկ բարբառներից մեկն է, որը ձևավորվել է դարերի ընթացքում, փոխանցվել է սերնդեսերունդ։ Լեզվաբանները նշում են, որ արցախյան բարբառում կան այնպիսի հին հայկական բառեր, որոնք այլևս գոյություն չունեն գրական հայերենում։ Բարբառը ուղղակի խոսելու ձև կամ ակցենտ չի, դա պատմության ու մշակույթի անբաժան մաս է։ Դրանից է ինքը ամենաշատ նեղվում, որովհետև արցախցին իր բարբառով հիշացնում է, որ ինքը երեք չի առաջացել, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը առաջացել է։ Օրինակ ոնց է լինում, աղբը երկար ժամանակ միտեղ թողում ես, ինչեր են առաջանում։ Այդ հենց առաջացել է Փաշինյան Նիկոլը։ Արցախյան բարբառում կան մի շարք բառեր, որոնք գալիս են միջնադարյան հայերենից, այսինքն մենք ուղղակիորեն կապ ենք պահում հին հայկական մշակույթի ու պատմության հետ։ Այս անդադար անվերջ արցախցիների նկատմամբ ատելության հոսքի մեջ ավելի կարևոր է միշտ շարունակել խոսել արցախյան բարբառով։ Ճիշտ ասում, արցախցիներ ջան, խոսեք, ձեր մասին հիշեցեք, ինչպես մեր ընկերն արը, նայեք։ Եվ այսպես արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ արցախցիները Հայաստան են բերել 3 ոսկե մեդալ։ Այսինքն պետք, եւ պետքա ոսկե մեդալները բերել, եւ պետքա խոսել ամեն քայլափոխին։ Ինչքան բարձր այնքան լավ։ Որ Նիկոլ տեսակը, այսինքն վախենա փողոց դուրս գա։ Վախենա փողոց դուրս գա, որ հանկարծ արցախցիների բարբառը չլսի։ Հիշում եք Խասար բալադայի մեջ այն Նիկոլ Փաշինյանն համազասպը, այն թշվառ պոետ ասում է, վախենում են փողոց դուրս գան։ Վախենում են փողոց դուրս գան, որ հանկարծ են պատտվող հավերից չտեսնեմ, գրիլ են ասում։ Այսինքն ինքը պետք է վախենա փողոց դուրս գա, որ հանկարծ այդ արցախցու լեզուն չլսի։ Մեդալը մեդալ, լեզուն։ Հիշացնեն, որ այն երեխու վրա, որ այս տականքը ամբողջ կողորտով գոռում էր մատեր թափտալի։ Էլ ավինացե միջազգային առաջնությունների։ Հուսով եմ, վստահ եմ, ինքն էլ ավերադառնալու ոսկե մեդալով։ Կեցեք արցախցիներ ջան։
քրեա օլիգարխիկ կլանի։ Ես մետրոյի խոսույթի համար զղջում եմ, որ ես երեխայի ներկայությամբ այդ Լսեք, այս այդ երեխայի մասին է խոսքը։ Իբր զղջում է, բայց այս տականքի աչքերը նայեք, ամեն ինչ ասում է։ Խոսքը մի բան է ասում, աչքերը այլ բան ասում է։ ներկայությամբ այդ խոսույթ ունեցա եւ այդ տիկնոջ հետ խոսել, չնայած հետո պարզվեց այդ կինը ըստ էության այդ քրեա օլիգարխիկ կլանի ընտանիքի անդամ է։ Սիրո եւ համերաշխության փաշինյանական վերսիան այսպիսին է. դուք անթակույց եք ատում արցախցիներին, դուք արցախցիների նկատմամբ ատելության գերդոզա եք սրսկում հասարակությանը եւ ավելին արցախցիներին էլ եք բաժանում սևերի ու սպիտակների, ասում եք ով լուր ու հնազանդ համակերպվի Արցախի կորստին սպիտակ է, իսկ ով համարձակվի իմ երեսին ասել, թե ես ինչ եմ արել, սև է, Ղարաբաղյան կլանի անդամ։ Քրեա օլիգարխիկ կլանի ընտանիքի անդամ եք անվանում լեգենդար հրամանատար Մերուժան Մոսյանի դստերը։ Գուցե բոլորին փախած անվանելու փոխարեն ձեր հերոսությունների, ձեր նվաճումների, հաղթանակների, ձեռքբերումների մասին պատմեիք։ Լռեն։ Տեսել եք, քարոզ արշա, որ դուրս գան ու լռեն։ Տարօրինակ բան եք առաջարկում, Տիկին։ Ամեն դեպքում շնորհակալ եմ։ Քույիկ ջան։ Տեսնում եք ինչքան լավ երիտասարդներ ունենք։ Այս այսօր 3 ավելի ճիշտ։ Ուղիղ եթերում հաղորդում եմ արել հարցու պատասխանով, որտեղ մասնակցում էին ինձանից բացի եւս 4 ես իրենց անվանում եմ մեդիա դաշտի ազատամարտիկներ։ Այսինքն մենք 5 հոգով էինք։ Ես էլ եմ ինձ համարում այդպես։ Հաջորդ անգամ որ անենք, ես վստահ եմ կլինենք մինիմում 7-8 գուցե 10։ Եվ որքան արագ ու շատանա որակյալ այս հատվածը, որը ոչ թե կարելի է լրատվությունը փոխարինելու, չէ, ավելի մոբիլ է, ավելի հստակ է, ավելի ազատ է, այնքան ժողովրդավարությունը մեր մոտ շուտ կգա, այնքան այս հանցագործները չեն կարողանա մարդկանց գլուխը աղան ուղեղը բացել, ասես գլուխը բացել, ուղեղը ուտել։ Հիշեցնեմ, որ Նետանյահուն լացում է հիմա, որովհետև ինքը ամեն ինչ կորցրել է հենց ազատ մամուլի շնորհիվ։ Այսօր սա անխուսափելի է, ուղղակի մեր մոտ է մի քիչ ուշ աշխատում դա։ Այնպես որ ես շնորհակալ եմ քույրիկին, լսենք շնորհակալությունը։ Չեք կարող, որովհետև դուք նման նվաճումներ, հաղթանակներ չեք կերտել, չեք ունեցել։ Իհարկե, ու չեն գալու, դուրս գալու, լռելու։ Հիմա սա լսենք ու արձանագրենք, թե ինչքան դիշով կայեք դուք Փաշինյան Նիկոլ ՔՊ-ով, ձեր ամբողջ անձնակազմով։ Տեսանյութ հանցագործության մասին։ Աստարը դուք եք փակցրել Բեռնատարի վրա։ Իհարկե, իմ ավտոն է։ Բա որտեղից ձեզ ով էր տրամադրել։ Տղերաց է եկալել ու մարդիկ զանգեցան իրիք բերել, պրոստի դիտում ասեք։ Առավոտը շուտ արել։ Եվ ասում են ինչու եք հենց այստեղ կանգնեցրել, փակելով մյուս ուժի պաստառ, որպեսզի տեսանելի չլինի։ Հա, դե բանը չի, մարդիկ էստեղ չեն։ Հատուկ Զտալու Նիկոլական է, ուղեղի տոտալ բացակայություն։ Ինքը իր վրա ցուցմունք է տալիս։ Բայց ինչ դիշով կայեք դուք հալա։ Սամվել Կարապետյանի նկար փակել եք։ Իհարկե, բավարար կողքին է, կարակ տենակ, ես ավտոն հանեմ։ Չէ, տեսել ենք արդեն։ Այսինքն հատուկ եք փակել, որ տեսանելի չլիներ այնտեղից։ Իհարկե, բավարար։ Ես այս բան գոյություն չունի։ Այս բան գոյություն չունի։ Նույնիսկ չի հասկանում ինքը ինչ է արել։ Զտալու Նիկոլական է։ Ձեր անունը ազգանն եք հիշեցնեք ինձ։ Ես էլ կասեմ, նայեք։ Դա ընկերներ ջան, այս մի քանի օքում տեսակ, այս խմբակը, էսա, որակը, քանակը, որակ ասեցիք հիշեցի միացան նայենք, էլի, սեզ Արմատության աշխատանքի չեք բա։ Ինչ ես ուզում արա, եկա կնիգի։ Աշխատանք եմ, հարապետության վարչապետ նայք, հերիքան եք։ Բա, քաղաքապետներ,
Կառնացության աշխատանքի Սպիտակի փոխքաղաքապետն է, կներեք, նայ։ չէ, բա։ Այն չես ուզում արա, եկա Ով իմ հայ ժողովուրդ։ Ուզում եմ ուղղակի վստահ լինել, էլի։ Դու հաստատ ես ուզում։ Հաստատ ուզում ես, որ քո երեխեքը, մեր բոլոր երեխեքը սնն են որպես օրինակ։ Սա ղեկավարի մեր կյանքը, մեր կենցաղը, մեր քաղաքները, այս տեսակը։ Ես վստահ եմ, որ չէ, բայց մի բան պետք է արվի։ Չորս դպրոցի տնօրեններ, որոնք երեխեքին քշել էին դեպի հանդիպում, դիմում են գրել, բայց չեն ազատվի աշխատանքից, քանի որ հնարավոր է երեխաները դասից փախած լինեն։ Նիկոլ Փաշինյան, լսեք ինչ է ասում։ Երեխեքը դասից փախել էին, տնօրենները չէ, չեն կազմակերպել։ Երեխեքը դասից փախել էին, եկել էին, տնօրեններն դասատուներով իրար հետ էին փախել։ Փաշինյան Նիկոլ։ Փասոն երեխեքը փախել են, այդ տնօրենն ու դասատուն են եկել են երեխեքի հետ, որ երեխեքը մենակ չլինեին հանկարծ այդ հավաքի ժամանակ։ Փաշինյան Նիկոլ։ Դե ինքը վստահ հասկանում է, որ իրեն լսողները, իրեն հետևողները այս որակի են, էլի։ Ինքը խոսում է իր ընտրողի հետ։ Ոնց որ թե ընտրողներն էլ դժգոհ չեն, գիտեք, բավարարված են սրանով։ Իրանք չեն վիրավորվում սրանից։ Դե դուք ասեք ովքեր են դրանք։ Սպառ չկա ասել արդեն։ Սա մոտարապես այն ինչ որ սպասում է, եթե սա ընտրվեց հունիսի 7։ 2030 թվական Հայաստան 300,000 ադրբեջանցի արդեն ապրում է Հայաստանում։ Մի օր դպրոցում Այսօր մենք սովորենք, թե ինչպես նամազ անել։ Ես քրիստոնյա եմ, ես չեմ ուզում նամազ սովորել։ Հնազանդվիր։ Ես չեմ ուզում նամազ սովորել։ Դու պետք է հնազանդվես։ Վերադարձիր քո տեղը։ Վերադարձիր քո բևա։ Ձեր երեխան հրաժարվում է սովորել մուսուլմանական նամազ աղոթքը։ Իմ երեխան հայ է, նա քրիստոնյա է, նրան պետք չէ նամազ սովորել։ Հենց հիմա հեռացեք ստերից, թե չէ ոստիկանություն կկանչի։ Սա է Նիկոլի Հայաստանը լինելու։ Արդեն սա է։ Արդեն մարդկանց բերանը փակում են, հանում են հրապարակից, որ նա չասի դու իմ երեխուն սպանել ես։ Արդեն քրիստոնեական եկեղեցիներն են գրավում եւ իրական քահանաներին չեն թողում մտնի ներս։ Արդեն սեմինարներ են անում, որ ասեն, այս ճիվաղը, հիշեցնեմ, որ ասեն, մենք ոնց ենք դառը քրիստոնյա, որովհետև մի օր տղտատ առավոտ արթնացավ, ասեց, այսօրվանից դուք քրիստոնյա եք։ Եթե ինքը չասել, մենք քրիստոնյա չենք լինելու։ Պատրաստեք, ժողովուրդ ջան, այս նարատիվները իրանց խոսքերն է, ես ոչինչ չեմ ավելացնում, այս գործողությունները, իրանց գործողություններն է, ես ընդամենը փորձում եմ նկարագրել այս ամբողջ մեծ պատկերը, որ մենք հասկանանք ինչ սոսկալի բան է սպասվում, եթե ճիվաղի հետևող թուրքերը շատ ավելի շատ եղան Հայաստանում բալանսի իմաստով, քան դա պետք է։ Իսկ որպեսի սա չլինի, մենք բոլորս պետք է գնանք ընտրության։ Պարտադիր բոլորը, թող հիշեն մի բան, մեկը, ով չի գնում Հայաստանում ընտրության, նա աջակցում է թուրքական ծրագրի իրականացմանը։ Թող բոլորն իմանան սա, ով չի գնում ընտրության, նա նպաստում է այս սցենարի իրականացմանը։ Նա քվեարկում է իր չգնալով ճիվաղի եւ թուրքերի օգտին։ Այն որ ուրախացել էին, դեղորայքներով, բաներով, ձրի բուժումներով, պարզվում այնքան էլ այդպես չի։ Քաղցկեղով հիվանդներ ամիսներով չեն կարողանում ձեռք բերել կենսական նշանակության դեղեր։ Այո, որտեղ փող չկա։ Փող չկա։ Դրա համար ոչ մի բան նախատեսված չի։ Մանավանդ որ մի 20 օր մնացել, մոռացեք հիվանդներ չեն։ Մոռացեք եւ թոշակի եւ բուժումների մասին իրանք էլ ոչ մի բանի համար պարտական չեն։ Ինչ ստացան ձեզանից։ Տվել են 10,000 դրամներ այդ ամեն մեկին, որպես ընտրակաշար։ Հա, մեկ հոգին հասցրել ընթացքում դեղ փախցնի, հա, վիրահատություն փախցնի, վերջ։ Վերջ։ Էտել ռազմաարդյունաբերության շնորհիվ հաշվին ավելի ճիշտ։ Արասեք։ Ձեզ հիշացնեմ էլի։ Դուք ինչի եք կենթանի,
Դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ ասում եք 5000 զոհ, ինչի ասել եք 5000 եղել, ինչի չեք դուք եք զոհերի մեջ։ Ասելիք չկա։ Իրակ ասելիք չկա։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ սրա թայ է էլի, Ամերիկայում է։ Ասում եմ մեր Ամերիկայի Միացյալ Նահանգների առողջապահական համակարգը փլվում է։ 1.5 անգամ թանկացել է բենզինը։ Սոցիալի պատերազմի մեջ է խլվել Իրանում, հա? Բայց ինքը ամենաշատ մտահոգված է, որ այդ պարասրահի համար չի կարողանում փող հավաքի, միլիարդ, սկզբից 100 միլիոններ, հետո 400 միլիոններ, հիմա միլիարդ է պետք։ Ասում է, լսեք, չի կարծում որ մի քիչ շատ է, ասում է, ոնց որ մեր հետ ընդհանրապես սա կապ չունի, հա? Հարցը սենց է։ Մի քիչ ոնց որ թե մեր հետ կապ չունի, հա? Լրիվ Նիկոլն է։ Համաշխարհային մակարդակի վրա։ Ու այն process-ները հիմա որ կատարվում է սրա շուրջ, շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Որովհետև չգիտես ինչի Հայաստանում լուրջ որոշել են, որ կարող են սրա վրա հույս դնել, չեն մոռանում Թրիպի մասին, խոսում են ինչ-որ ոչինչով չարդարացված հարաբերությունների, սրա վրա հույս դնելու, ինչ-որ ռազմական տեսակետով, քաղաքական տեսակետով, սրա աջակցությունը ստանալու, շատ վտանգավոր է, որտեղ այս մարդը աջակցություն չունի։ Իսկ ես դեռ լսում եմ Հայաստանի քաղաքական դաշտում ձայներ, որ սրա այդ հույսեր կապող կա, ոչ միայն իշխանական է, նաև ոչ իշխանական, նաև ընդդիմադիր։ Ուզում ես հրեային լսեք մի հատ։ Трампу состоит в том, что... Мое послание уважаемому президенту Трампу состоит в том, что ему следует признать большую разницу между настоящими евреями и ложными евреями. И если он хочет помочь евреям, то помощь заключается в полном уничтожении Израиля. Это самая большая помощь. А американскому народу мы скажем то же самое. Пожалуйста, признайте эту разницу. Это ужасное государство не является еврейским государством и не помогает евреям. А наоборот, это самая большая проблема. Это главная угроза для еврейского народа и не только для еврейского народа. Это также главная угроза для всего мира. Ճիշտ եմ ասում, որովհետև այսօր հрьяաները դարձել են աշխարհի ամենամերժված, ամենաատելի պետությունն ու ազգը։ Բնականաբար բոլոր եվրեները չեն ուզում, որ արժանի են այդպես լինելու, տեսնում եք սենցները կան, սա կրոնական համայնքներ են, շատ չեն, բայց կա։ Ոչ հավատացյալ հрьяաների մեջ էլ վստահ եմ կան, ես իրենց ճանաչում եմ, լսում եմ, ցույց եմ տալիս ձեզ։ Իրանք էլ են հասկանում, որ այս քաղաքականությունը, այնի շուտ անում է Նետանյահուն, ամենամեծ Նետանյահուն եւ Տրամպը ամենամեծ հարվածը տալիս է հենց իրենց հрьяաներին։ Բայց սա դիմացը կա եւ այլ բան, որ Իսրայելում ապրողները մեծ մասը այտենց էլ չի մտածում, չէ, ոչ թե էլ մեծ մասը այդպես չի մտածում եւ այն ինչ որ պետքա արդեն եղած լիներ, հեղափոխություն, հեղաշրջում, չգիտեմ, հա, բողոքի ակցիաներ չկա։ Կամ չկա այն մակարդակին, որ իրենց ճակատագիրը կարողանա դրանից փոխվել։ Եթե միջև ընտրություններ, որը շուտով լինելու է 2 ամսից Իսրայելում, իրենք չկարողանան հարցը լուծել Նետանյահուի, այս հարցը կլուծի Իրանը։ Շատ ավելի ծանր ձևով։ Իսկ պետք է ասեմ մի բան, Նետանյահուն ամեն ինչ անել է, որ Իրանի հարցը լուծվի, ինքը հաղթանակած դուրս գա միջև իր ընտրությունները, որտեղ ինքը հաղթանակած դուրս չեկավ, ինքը գնալու է ուղղակի բանտ իր ամբողջ թիմով, որովհետև ինքը հաստատ չի ընտրվելու։ Միակ խաղատուրքը, որ ոստեղ կա, Իրանի նկատմամբ հաղթանակն է։ Բայց թարսի նման էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ամենամեծ հարվածային օդանավերն ու նավերը, որոնք տեղափոխում են ինքնաթիռներ, հեռացրել է Պարսից ծոցից։ Հիմա դարի հասկացի ինչ է լինելու Նետանյահուի հետ։ Բարդավիճակ։ Մանավանդ Հոլիվուդ աստղեր
Հարցակում էր եղել ամենահայտնի երկչույներից մեկի Դուա Լիպայի վրա, որ ասեմ առաջին միլիարդատեր երկչույնը օրինակը։ Հարցակումից հետո էլի ասել է, ես չեմ վախենում կորցնեմ իմ կարիերան։ Տրինք այնքան ճանաչված է, այն դժվար է կորցնել, հա։ Միլիարդն ունի, ճանաչումը կա եւ ազնվություն կա։ Ամերիկյան ընտանիքում է մեծացել, լավ ընտանիքում է մեծացել, ասում ես չեմ կորցնում, ես չեմ վախենում կորցնեմ։ Ես չեմ փոշմանի մալացի համար Նետանյահուն դա մարդասպան է։ Վերջ, ես դա պնդում եմ, ու իսկ դուք չեք կարող վախեցնել։ Սա ենք։ Շվեդիաներ իր հերթին է կոչանում միանալ ցեղասպանության մեջ մեղադրանքի այդ քեյսին աշխարհի բոլոր երկրներին, որպեսզի կարողանան դատա մեղադրանք ներկայացնել Նետանյահուին։ Ես ուզում եմ վերադառնալ այդ խնդիրներին, ուղղակի հակիրճ որոշեցի ներկայացնել ինչա կատարվում այն կողմում, որովհետև մեր վիճակը կախված է, ինչ կլինի այդ պատերազմում, բայց ինչպես ես ասում եի, ինչպես կանխատեսում եի, ինչպես հիմա կա, Իրանը կանգուն է եւ Իրանի ոչինչ չի սպառնում։ Պետք է միահամուռ բոլորը կանգնեն ոտի ու այս իշխանությանը տապալեն։ Վերջ։ Ես անհայտ կորածի ծնող եմ։ Կամավորին գնացել է 5 տարի է սպասում եմ չկա։ Հիմա նիկոլականները կողքը կանգնած լինեն, ես կնոջը կգոռայի Նիկոլ վարչապետ, ոտ ես կնոջ ձևը խալանար։ Կիասում եք։ Գերիներն է բաց չեն թողնում որ գան։ Իս նման մերը ինչ անի։ Ես սա գշերը չեմ քոնում բացում եմ։ Իմ 74 թիվն եմ տղաս։ Կամավոր գնաց ասացի Նելսոն մի գնա։ Չլսեց։ Ես ճանապարհ հետևից բազեցի ասացի Նելսոն մի գնա։ Ասաց մամա մեկ եք մեղավոր է, որ քշեք եք տարելացել ծովը, այսօր նորից մեզ որ ավտոմատ չբարձրացնեն։ 5 տարի աշկս ճամփին, չկա իմ բալաս։ Ես ասում եմ այդ ժամանակներին ով գնում էր կամավոր, գիտեք բոլորի լեզվի վրա մի խոսք էր, գնում ենք այս հարցը վերջնականապես լուծենք գանք։ Բոլորը հոգնած էին մի տեսակ գնում են վերջակետ դնելու Ադրբեջանի պատմությանը, եւ դա կլիներ, եւ դա վերջակետներ, նույնիսկ այդ ամբողջ օգնությամբ Ադրբեջան բանակը գոյություն չուներ ադրբեջանական բանակը։ Չկա արդեն 44 օրվա մեջ։ Չկա, դա իրանք են խոստովանում, որ մենք ոչինչ չէինք կարող չեն կարող տեղաշարժվեին։ Չկա ռեսուրս չկար։ Մեր տղեկը սատկացել է այս աղել։ Նիկոլ եկավ փրկելու։ Նիկոլ եկավ փրկելու, արագ ստորագրելու վերցրեց ձեզ։ Եվ դեռ հələ պետք է պատասխան տան ամբողջ ուրեմն Գորի, Սիսիան, Ղափան, այս կողմի հրամանատարները, թե ոնց եղավ, որ առանց որևէ մի դիմադրության այս կողմից, հարավային կողմից, Թուրքը, դե Արցախի կողմից որ դիմադրություն չկար, հաջորդը հանձնելով գալիս էին, այնտեղ ինչ մատաղիսից սկսած, հորադիզով սկսած, ամեն ինչը հանձնելով գալիս էին, չէ՞, մինչև Հադրուտ, մինչև Շուշի, այն կողմից հանձնում էին, բանով էին գալի, չէ՞, Արաքսիափով էին գալի, մենակ հարավային մասով են եկել։ Այդ ոնց էր հարավայի մասով իրան գալիս էին, ու Հայաստանի կողմից ոչ մի կրակոց, ոչ մի խոչընդոտ չեղավ։ Հակառակը, մի հատ էլ դիրքերը հետ քաշվեց, որ դրան գան նստեն Գորիսի գլխին, Ղափանի գլխին, ոնց հարցնում եմ ձեզ, այդ ոնց եղավ։ Մենք այս հարցերի պատասխանը ստանալու ենք, այս հարցերը կա օդում կախված են։ Անեցօր Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, Նիկոլ Փաշինյան, ձեր դատը լինելու է։ Ոչ մի բան չենք մոռացել։ Զենքա գնել աղջիկս մի րոպե տղաս ես քանի ես էլ ես իշխանասար։ Եթե թուրքերը դե նստած են։ Առաջ ունեցել ենք 160 կիլոմետրից ավել հեռու սահման, ես իմ այդ էստե է։ Մեր տերիտորիա, մեր սահմանն է։ Իմացար։ Հա? Ով ատավ է իշխանասարը իրանց, գուշակ է։ Այն բոդում ներս հիշացնեմ է, այդ ամեն ինչը տրվել է առանց մի կրակոցի։ Կամ երեխեքին ուղակի տարել են, պատրաստի հանձնել են իրան,
Տեղն ասել են, ուղարկել են երեխեք են քնել, ասեն ռմբակոծի խնդրեմ արի առաջ։ Թուրքը ոչ մի ճակատամարտ չի հաղթել։ Միֆ է դա, ադրբեջանական բանակը դա բուտաֆորիա է, դա միֆ է։ Ու լավ է որ դա միֆ է։ Ու լավ է որ դա իրենց համոզել են ու իրենք հավատում են այդ միֆին։ Փուչիկ չկա տենց բան։ Ամեն ինչ տրվել է, այսպես ստորագրությունով, հրամանով։ Ու Փաշինյան Նիկոլի հրամանով։ Ոնց կարող հայ մարդը, հայ բարոյական մարդը, ոնց կարող սա մոռանալ։ Ես եթե իրոք դուք հաղորդելու եք, ես Նիկոլ Փաշինյանն ասեմ, ես դու եմ վաղտ որ դատվում է, դատված է, այդ 100 հոգու հետ գնա հարցրու հասա որ քեզ ամեն օր կոմար միտինգ էին անում, այստեղ են հետները, բայց դու քեզ չես արդարացնում, քո կառավարության բանդարա վարչապետ դարար ու դու չես կարող ղեկավարես հիմա, քո այդ ներքին հատվածում ինչա կատարում, ով ինչ ուզում անում, այս ժողովրդի սարքել եք բան, ինչ այս մեղքը չեն այս ժողովուրդը, հարց եմ տալի, ինչի պիտի ես իմ տունս քանդե, ես եթե չկարամ տուն առնեմ, ապրեմ իմ հաշվանդամ երեխեն ապր, ես կրված տղա եմ, ես ամեն ինչ արել եմ, ինչի պիտի, ես հողերը որ ազատագրել եմ, դու բանակից ազատվում ես այդ վաղտ, իսկ ես սարերում քյալլա է տալի թուրքերի հետ, հիմա դու աղբեր ես դարել, ես հետ շնամի եմ դարել, ու եկել ես հիմա մի հատ տուն ունեմ, ձեռից ստանում ես, եթե իրոք Ասեմ ավելին, ինքը նաև ձեզ դատելու է, որ ինքը նստած, ինքը բանակից ազատում է, դուք ազատագրում եք, գալու է այդ օրը Ադրբեջանը ցուցակ ներկայացնելու, որ ովքեր կռվել են այդ տարիներին եւ 20 թվականին, իր ասած Ադրբեջանի դեմ, ցուցակը ներկայացնելու է, էսի անասունը տանելու է ձեզ հասենց, աթետով հանձնի, իրանք գալու են Հայաստանից ձերբակալեն տանեն։ Չգիտեմ եք ոնց բացատրեմ։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Արցախի հանրապետություն արտահայտությունը, որ անում ենք, դա պատերազմի կոչ է։ Իհարկե ոչ, այդ հանրապետությունը գոյություն ունեցել է, թեկուզ չճանաչված։ Իհարկե ոչ։ Իսկ ներկայիս դրությամբ Փաշինյանը շատ է վախենում էլի։ Ինչ ասեմ։ Բաժանորդագրվել։ Վախենում, չի վախենում։ Քիչ հրաման է իրականացնում։ Ես ուզում եմ Նիկոլացիների տրամադրությունը գցել, մեր այդ խոսումը գրող պատմաբան Միխայել Վելլերը։ Լսենք, մեր մասին ասում։ Ну, вообще, все, что армяне говорят о своей культуре и истории, это чистая правда. Древнейшее государство, древнейшая цивилизация. И что касается конфликта в Карабахе, простите великодушно, конечно, все это армянская земля. Века и тысячелетия. Это армянская земля. И вопрос нужно было разруливать миром, спокойно, объективно, комиссий из историков, этнографов, политологов, психологов и так далее, для того, чтобы было понятно, не разрулили. Но теперь уже я не знаю, разрулится ли когда-нибудь. Вот я прошу понять российских слушателей, зрителей, что для армян Карабах значит больше, чем для русских Крым. Большинство ведь не знает, что Арарат находится не в Армении. Гора Арарат и Араратская долина находятся в Турции. Но почему по Карскому миру Ленин отдал Турции и Арарат, и долину, это история отдельная. Полагали, что все равно Турция скоро станет очередной советской республикой, у них тоже красное знамя, они принимают нашу помощь, наши деньги, наши винтовки, нашего товарища Фрунзе, нашего товарища Маты Залка. Ну а потом умный человек Кемаль Ататюрк, когда помогли ему отбиться от англичан с мелкой американо-французской помощью, посадил всех коммунистов на пароход и велел вывести в море и утопить. И на этом история славного коммунистического будущего Турции кончилась. Ну, в Москве, конечно, товарищи огорчались страшно. Вот потому и Арарат находится в Турции, понимаете? И когда страна крошечная, а был невеликий период, и когда это своя земля, на которой не так легко жить, которую не так легко обрабатывать. И знаете, штрих был совершенно страшный. Лет уже 10 прошло, я не помню точнее. Когда были какие-то натовские военные сборы, европейские военные сборы. И там было несколько и армянских офицеров, и азербайджанских офицеров. И азербайджанец ночью армянина зарубил спящего топором.
Но вместо того, чтобы под барабанный треск его повесить на плацу, ну, у нас же гуманность, у нас же толерантность, передали его Азербайджану, там его встречали буквально с оркестром, с ковровой дорожкой, дали квартиру как героя. Ну, ребята, это тоже штрих. Так что, простите, все мои симпатии на стороне армян. Что я вот могу сказать по этому поводу? Ну, справедливость редко торжествует в истории, но хотя бы нужно помнить, где она. Ну, Գոնե չմոռանանք որտեղ է դա, որտեղ։ Ադրբեջանցիների գալուն սպասողներին ես ձեզ հիշացնեմ։ Ադրբեջանում հերոսի կոչում են տալիս բոլոր նրանց, ովքեր հայ են սպանում։ Հիշացնեմ որակի։ Տուն են տալի, հերոսի կոչում են տալի։ Նիկոլ ընտրողներ։ Եվ վերջին սա եմ ուզում ձեզ ցույց տամ։ Գիտեիք, որ միջնադարում եվրոպական մի քանի երկրների թագավորներ պաշտոնապես թույլ են տվել ղեկավարվել հայկական օրենքներով։ 12-րդ դարում հայ մտավորական Մխիթար Գոշը ստեղծեց իր հռչակավոր դատաստանագիրքը։ Սա իրավունքի այնպիսի կատարյալ համակարգ էր, որ դուրս եկավ Հայաստանի սահմաններից։ Երբ դարեր անց հայերը հաստատվեցին Լեհաստանում, Ուկրաինայում եւ Ռումինիայում, նրանք իրենց հետ տարան այս օրենսգիրքը։ Ամենասենսացիոն փաստը 1519 թվականին Լեհաստանի Զիգմունդ առաջին թագավորը հատուկ հրովարտակով պաշտոնապես վավերացրեց Գոշի դատաստանագիրքը։ Դարեր շարունակ Լվովի, Կամենեց Պոդոլսկի եւ եվրոպական այլ քաղաքների դատարաններում արդարադատությունը իրականացվում էր հենց հայկական օրենքներով։ Սա պարզապես գիրք չէ, սա հայկական պետական մտածողության եւ իրավական հանճարի բարձրագույն ապացույցն է, որը ճանաչեց ողջ Եվրոպան։ Իսկ դուք գիտեք, որ մենք օրենքներ ենք տվել Եվրոպային։ Գրեք մեկնաբանություններում։ Չի մենակ Եվրոպայում։ Վրաց թագավորն էլ վերցել Մխիթար Գոշի դատաստանագիրքը որպես կառավարման եւ օրենքներ սահմանելու ձև։ Ես ասում եմ, մենք Եվրոպան ենք, որ մենք ընդհանրապես պետք է օրենքները բերենք այն մակարդակի, որ ինքներս ենք ժամանակին սահմանել դրանք։ Եվրոպական օրենքների հիմքում ընկած է հենց Մխիթար Գոշի դատաստանագրքում գրված կոնցեպցիաները։ Արդարադատության կոնցեպցիա վերծված է հենց Մխիթար Գոշի դատաստանագիրքը։ Եվրոպան մենք ենք, մեզ ոչ միտեղ գնալ պետք չի, ընդհանրապես պետք է ապրել եվրոպացունումը։ Ոչ թե հագուստով, այլ օրենքներով, վարքագծով, օրենսդրությամբ, սահմանադրությամբ։ Եվ այդ ժամանակ այդ ախմախ խոսակցությունը կվերանա Եվրոպա թե Ռուսաստան։ Այսինքն ոնց որ ասեն Հայաստան թե Արցախ կամ Երրորդ թե Չարբախ։ Մենք ենք, մերն է։ Մենք ոչ մի տեղ չենք գնում, ընդհանրապես վերադառնում ենք ինքներս մեզ։ Իսկ երբ որ մարդը հաշտ ու համերաշխա իր սեփական եսի հետ, ինքը վերադարձել է ինք իրեն, այսինքն ինքնաճանաչվել է, այ բանալի բառը սա է։ Եվ որ ինքնաճանաչվել է, վերականգնել է ինք իրեն, ինքը նախ հանգիստ է իր հետ։ Կոնֆլիկտ չունի, ստրեսների մեջ չի, ինքը ավելի արդյունավետ է, ավելի ուժեղ է, ավելի հասկանալի ու ընկալելի է իր գործընկերների, նույնիսկ թշնամիների համար։ Եվ ինքը այդ ժամանակ միայն կարող է զարգանալ։ Օրգանիզմում էլ է տենց։ Երբ որ մարդը հանգիստ է իր ու իր խղճի հետ, նա չի հիվանդանում, նա կարողանում է կենտրոնանալ, նա ագրեսիվ չի։ Հասկանում եք, նույնը մեր պարագայում է, մեզ ոչ միտեղ գնալ պետք չի, մենք Եվրոպան ենք։ Այո, ուղղակի մենք պետք է վերադառնանք ինքներս մեզ։ Եթե պետք է նույնիսկ խնդրենք, որ մեզ օգնեն, որ մենք վերադառնանք ինքներս մեզ։ Ամոթ բան չկա տեղ։ Որովհետև այդ քաղաքակրթության հսկայական մասն ենք մենք տվել։ Դա մեզ խորտ չի։ Դա մերն է։ Ընդհանրապես պետք է վերադառնանք դրան։ Որպես բանալի բառ ինքնաճանաչվենք։ Սա է լինելու հունիսի 8-ից մեր բոլորի, իմ մասնավորապես եւ բոլոր նրանց, ովքեր կհավանեն այս իդեան, կմիանան ալիքին, մասնավորապես Պատրիոնին, որովհետեւ ես ամեն օրվա գրաֆիկով
սկսելու եմ աշխատել ապագա օրենքների եւ սահմանադրության կարգի, կառավարման համակարգի վրա։ Կան արդեն այնտեղ նշված մեծ կտորներով կարևոր հանգամանքները, բայց դրանք մանրամասն աշխատանք է պահանջում, մտագրող է պահանջում, ձեր հետ համաձայնեցնել է պահանջում։ Մի խոսքով մենք պետք է ստեղծենք մեր երկրի, թե ինչ ենք ուզում, ինչ ենք պատկերացնում դրա տակ։ Ես այն կարծիքի չեմ, որ ես ամեն ինչ գիտեմ ի սկզբանե։ Չէ, ես շատ բան գիտեմ, բայց շատ բան պետք է մեկ ընտրենք իրար հետ, թե այսօրվա պայմաններում որն է արդեն հնացած եւ որն է ակտուալ եւ որը փոփոխության եւ ադապտացիայի կարիք ունի։ Երկրները դրանք մեռած օրգանիզմներ չեն։ Դրանք շնչող կենդանի օրգանիզմներ են եւ չեն կարող ղեկավարվել նույն ձև ինչպես 100 տարի առաջ։ Ամեն ինչ փոխվում է։ Կառավարման համակարգը նույն ձև պետք է փոխվի եւ ադապտացվի։ Ձևերը, գործիքները, ամեն ինչ։ Պիտի աշխատենք իրար ստեղծել համար դա։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։